Բարի երեկո հարգելի հետևորդներ, Կիրակնորյա դասերն է եթերում, այսօրվա իմ զրուցակիցները հարգարժան տիկնայք են, իրավապաշտպան լրագրողներ Հանուն մարդու իրավունքների հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը եւ նժար սահմանադրական շարժման հիմնադիր իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, ցավոք տիկին Նինա Կարապետյանցը, չգիտեմ, ցավոք թե բարեբախտաբար, որոշեց 25 տարվա իրավապաշտպան գործունեությունից հետո քաղաքական գործունեությամբ զբաղվել, գուցե նաև լավ է դա, այսինքն կարծում եմ որ լավ է, կարծում եմ որ լավ է, հետ այնուամենայնիվ փոխկապակցված է։ Նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր գործունեության համար, որովհետև 18-ից հետո այն շատ քիչ մարդկանցից եք, ովքեր իսկապես շարունակում են իրենց իրավապաշտպան գործունեությունը, ի տարբերություն բոլոր այն կազմակերպությունների, որոնք պարզապես լռում են կամ ուղղակի փաստաբանի դեր են կատարում այս իշխանությունների որևէ գործունեության, որևէ քայլի համար, շնորհակալություններս ձեզ, եւ ես ուզում եմ այնքան ուրախ եմ, որ կանանց հետ եմ զրուցելու, ինչու, որովհետեւ բաներ կան, թեմաներ կան, որ տղամարդ գործիչների հետ չի լինում խոսել, որովհետեւ հայ տղամարդը չի սիրում, այսպես ասած, հատկապես կանանց նաև քննարկել, նույնիսկ եթե այդ կանայք քաղաքական գործունեությամբ են զբաղվում կամ քաղաքական որոշումների վրա ազդեցություն են ունենում։ Հասկացանք, չէ՞, այն որ ասում է «Хотя это был слонёнок», բայց մենք խոսելու ենք Աննա Հակոբյանի մասին։ Երեք ուրեմն ես ապշած էի, Նիկոլ Փաշինյանը մի գրառում կատարեց, նշելով Վաշինգտոնից վերադառնալիս, որ ուրախ է, որ Աննան հազարավոր կիլոմետրեր կտրեց խաղաղության քայլերթ իրականացրած բուդդայական վանականներին հարգանքի տուրք մատուցելու։ Նրանք 2025 թվականի հոկտեմբերից 26 թվականի հունվար ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Վորթից 112 օր քայլերթ են իրականացնում դեպի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն 3701 կիլոմետր քայլելով հանուն խաղաղության։ Նիկոլ Փաշինյանը թռել էր Վաշինգտոն, Աննա Հակոբյանն էլ էր գնացել եւ այսպես մեծ լայն բացվածքով այդպես փեշով գնացել էր այդ վանականների մոտ, այդ մի ժամանոց տեսանյութը ես գիշերով դրել եմ նայել եմ։ Ցավակցում եմ։ Այո։ Բարեբախտաբար այդ ամբողջ տեսանյութը այդ վանականների նախաձեռնության կայքեջներ եւ Facebook-յան էջներ տեղադրել եւ ես կարողացա ամբողջությամբ դիտել։ Եվ ահա Աննա Հակոբյանը, ես չգիտեմ հարկատուներից հաշվին, հաշվին, գնացել է հանդիպել այն նույն Աննա Հակոբյանը, որը հայհոյախառն զրպարտություններով տեքստեր է ուղում մեր եկեղեցու սպասավորներին, հոգևորականներին, գնացել է այնտեղ իրեն նկարող, լուսանկարող, տեսանկարահանող անձնակազմ է տարել եւ այնտեղ իր այդ ջարդված անգլերենով կողքից մեկն էլ օգնում էր իր աշխատակիցներից, վանականներին պատմում էր, ասում է, գիտեք, այս վանականները իդեպ բուդդիստներ են, բուդդայական վանականներ են, որոնք այդպիսի խաղաղության երթ են անում, նախաձեռնություն եւ իրենց հետ նաեւ քայլում է նրանց հավատարիմ Շունը Ալոկան։ Սա պատմեմ, որպեսզի հեռուստադիտողը պատկերացնի։ Հիմա Աննա Հակոբյանը գնացել էր Վաշինգտոն, լուսանկարվում էր այդ կադրերներ անում, հա, խոնարհվելով, բոլոր այդ բաները պահելով, այդ ատրիբուտները պահելով, բան ինչպես խոնարհվել, ինչպես ողջունել այդ վանականներին եւ պատմում էր, ասում էր, գիտեք, իմ ամուսինն էլ 2018 թվականին, երբ որ Հայաստանը բռնապետական երկիր էր, այդպես քայլելով եւ մենք էլ ունեինք Շուն Չալոն, որը մեզ հետ հիմա ապրում է այդ ամառանոցում կառավարական, մեզ հետ քայլում էր, ոչ ոք չէին հավատում, բայց մենք դեմոկրատիա բերեցինք, ժողովրդավարություն եւ հիմա խաղաղության ենք գնում դեպի խաղաղությունը եւ ինձ համար շատ գրավիչ էր այս հանդիպումը։ Սրա մասին եմ նախ ուզում խոսենք։ Ես ուզում եմ հասկանալ, այսպես մտածում եմ, հայ ժողովուրդը գիտի, որ 2018 թվականին այդ հեղափոխություն կոչվածը արել է, որպեսզի այսպես լկտիաբար ծաղրեն մեր ժողովրդին, ասենք հայ հոգևորականին մեղադրի մանկապղծության մեր զրպարտի, գրահիկ հայտարարություններ, գրառումներ կատարի, վեհապար հայրապետի մոտ թե ինչի է նստած եղել այդ մեծ պրարեխով, հա, չգիտեմ, բացվածքներով շորով, որը Մելանի Թրամփի շորից էր, չէ՞, կրկնօրինակել։ Այդպիսի գրառումներ անի ու գնա բուդդայական վանականների մոտ այդպես խոնարհաբար պատմի հեղափոխության մասին։ Սկսենք
Տիկին Ալեքսանյան ձեզանից, հայ ժողովուրդը գիտի դրա համար է արել այս հեղափոխությունը, լուսանկարվում էր, հետո այդ խեղճ ալոկային այդ շանը քաշքշում էր, որ նկարվի, այդ խեղճ շունը փախնում էր, հետո նորից են բերում, որ ինչա թե Աննա Հակոբյանին հետ նկարվի, այս շունը չի ուզում պարկում ա գետնին, դուք անգամ շունը չի ուզում, մենք ստիպված, հա, պիտի տեսնեիք, հա սրա համար են արել հեղափոխություն։ Ես տեսա ինչ-որ լուսանկարներ, բայց չհասկացա ինչի մասին է խոսքը, այսինքն այդ բուդդիստների հետ նկարները, վանականների հետ նկարները եւ այլն։ Գիտեք ինչ, իրանք ինչ-որ բաներ են անում, որը կտրված է մարդ լինելու հիմքից, հա, այսինքն եթե դու անում ես խաղաղասիրական ինչ-որ, հա, մի գործողություն կամ միանում ես վանականների, դու պետք է այդ հիմքը քո մեջ ունենաս, հասկանում եք, այդ մարդ լինելու, կին լինելու, իրոք այդ իսկ երբ որ այդ ամեն ինչը կտրված է քեզանից, դու գնում ես մեկ էլ լուսանկարներ են հայտնվում, պարզվում է ինքը այդ վանականների հետ է, դա շատ արհեստական է, ինչպես այդ ընթերցանությունը, որ ընթերցում է, կրթությունը նորաձև է, դա չի կարող որևէ ազդեցություն թողնել լսարանի վրա, մարդկանց վրա, հիմա եկեղեցականներն էր, եւ այդ ցուցադրական, այդ չգիտեմ ինչի համար են անում, երևի ինչ-որ պրոտոկոլի, այսինքն անհասկանալի է դա ում համար է արվում, նայում ես ու մտածում ես ինչի է անում, կամ չգիտեմ, դու այստեղ քեզ զգում ես տեր, միայն այդ չարությամբ լցված, մենք չենք տեսել մի հատ տեքստ, որ գրի Աննա Հակոբյանը կամ Նիկոլ Փաշինյանը, որը ատելություն չի ժողովրդի նկատմամբ, հա, տողերի արանքում, այդ վերաբերմունքը, դու ոնց կարող ես գնաս հետո վանականներին ավելի լավ վերաբերվես, քան երբ որ դու այստեղ sense ես։ Երբ որ դու կարող ես տենց նետես այդ սրբապիղծ, մանկապիղծ հոգևորականների հասցեին, ասենք ինչ ուզենակ ասեք եւ գիտեք այդ բանը իշխողի դերից իշխելու այդ ինքը եւս իշխողի նրանց նկատմամբ այդ կեցվածքը եւ բոլորի նկատմամբ, ոչ միայն իրենց նկատմամբ, այդ ոչ մի, այսինքն իրենք շատ մեկուսի են այդ ամեն ինչի մեջ իմ տպավորությամբ, էլի, դա ոչ մեկից վրա հետք չի թողնում, իսկ հեղափոխությունը, քայլելը, համեմատելը, խաղաղասիրությունը, դրանք, չգիտեմ, լրիվ արհեստական եւ ինչ լավ այդ քայլերթով իրենք կարողացան մեզ խաբել կամ շատ ժողովուրդը դա տեխնոլոգիա է ընդհանուր դա ժողովուրդը այսինքն այն վիճակում էր որ ուզում էր փոփոխություն եւ ինքը գնաց լսելով տեսնելով այդ չգիտեմ միացավ հավատալով չէ ասենք հիմա նույն Նիկոլ Փաշինյանը գրում է չէ սիրում եմ բոլորիդ ով է դրան հավատում չեմ կարդում հա գիտեմ որ գրում է բայց ով է դրան հավատում ով է դրան ուշադրություն դարձնում դա ես կասեի նույնիսկ նողկանք առաջացնում շատերի մոտ շատ եմ լսում որ այս իսկ այն ժամանակ դա երևի անկեղծ էր որովհետև անկեղծ էր որ իրենց նպատակներին հասնեին իրենց ամեն ինչ անում էին այն ժամանակ հիմա ոչինչ չեն անում հիմա թքած ունեն բոլորի վրա եւ այդ դիրքից հատկապես Աննա Հակոբյանի այդ գիտեք այնքան հեռու են իրանք ինչ ասեմ Աննա Հակոբյանը այդ ինտելեկտուալի դերը որ ստանձնել ինքը շատ հեռու է դրանից շատ եւ իրենք մտածում են որ այս երկրում չկան մարդիկ որոնք մտածել գիտեն իմաստնություն ունեն խելք ունեն կամ թքած ունեն իրանք այդ բոլորի վրա Կինարոսյան շատ ինչի է ուրախ որ հենց այդ էջն է Facebook-յան էջով տեղադրել այդ ամբողջ տեսանյութը որտեվ ամբողջ ետնաբեմը դու տեսնում ես այ որ հայերենով նույնիսկ ասում է այս կողմից նկարեք սենց նկարեք հետո կանգնում է այս մարդիկ նայում են ասենք թե գնացել է այնտեղ կոնկրետ նկարվելու համար դա էլ են ապաշնորհանում հետո ասում են շանը բերեք որ նկարվի այս տեսարանները վա այդ կոշիկները հանելու տեսարանը չգիտեմ փեշը փակում է որովհետև հասկանում է որ այս մարդկանց մոտ ոնց որ թե անհարմար է այդ մեծ պրարեխով գնալը այդ մարդիկ իրենց հավատից իրենց իրոք անկեղծ իրենց առաքելությունն են հա ես հետո փորձեցի փնտրեմ եղել են
մարդիկ օրինակ, որ գնացել են, միացել են, հայտնի մարդիկ, ասենք պետությունների ղեկավարների կանայք կամ ինչ որ գործիչներ, գիտեք ովքեր էին գնացել, բլոգերներ էին գնացել, ինֆլուենսերներ էին գնացել, բլոգերներ, որ գնացել են, բայց իրենց քայլելու ժամանակ, իրենց քայլելու ժամանակ սորական մարդիկ եւ բան են, իրենք բարություն են քարոզում, խաղաղություն, դա արևմուտքում այդպիսի ակցիաներ միշտ կան, չէ՞։ Այսինքն եթե ինքը գնաց այնտեղ միացավ, այդ խաղաղության ինքը խորհրդանիշ է դառնում իր կարծիքով, էլի, որ ինքը գնաց այդ վանականների կողքը կանգնեց, որոնք իրոք խաղաղասեր են եւ իրոք դա են քարոզում, բայց իրենց խաղաղասիրությունը այնքան փոքր շրջանակներ կարող է, չգիտեմ, իրենց այդ շուրջը, չգիտեմ, հավատում են թե չէ, դա հատկապես Հովիկ Աղազարյանը շատ է հավատում, էլի մեծ թվով մարդիկ հաստատ իրանց խաղացին։ Տիկին Կարապետյան, դուք ինչ կասեք, սրա համար է արել հայ ժողովուրդը հեղափոխությունը, չնայած սրա մասին էլ կխոսենք, որովհետև հայ ժողովուրդը չի արել այդ հեղափոխությունը։ Հիմա կխոսենք նաև դրա մասին։ Ну, իդեալի արծաթ։ Եկեք մի քիչ ավելի սկզբից ձեր հարցից։ Ես հիմնական մեծամասամբ եւ կատեգորիկ ավելի շուտ կերպով դեմ եմ, երբ որ ընտանիքի տարբեր անդամներին ներգրավում են, այսինքն թիրախավորում են ընտանիքի անդամներին, բայց մի կարևոր բայց կա։ Երբ որ ընտանիքի անդամը դառնում է իր վրա է ստանձնում, հա, այդ վերջում այդ պարտականությունը ամեն իրավիճակում լինել մաս կազմել այդ process-ների, հա, քաղաքական process-ների, կուսակցական process-ների, քարոզչական process-ների, կներեք, դուք դառնում եք քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալ։ Այդ թվում նաև ենթադրում եմ, որ քաղաքական որոշումների վրա ազդեցություն կարող է ունենալ, այլապես կարելի է տիկնոջը խնդրել, ասել, որ գիտես, դու պաշտոնյա ես, խնդրում եմ դու խելոք նստի, հանգիստ, ասում եմ, հանգիստ նստեք տեղները, ոնց որ բայց ինքն է այսպես ասում։ Այնպես որ այդ բանը ստանձնելա Տիկին Հակոբյանը անձամբ եւ իրան թիրախավորում են ոչ թե որովհետեւ ինքը Նիկոլ Փաշինյանի կինն է, այլ որովհետեւ ինքը process-ի մեջ է ներգրավել անձամբ։ Այնպես որ Տիկին Հակոբյանը պիտի հանգիստ նստի ու լսի իր վերաբերյալ դժգոհությունները ու մնացած այս process-ները։ Իհարկե դա երբ որ դու մեղմ ասած այդ դիմագծերը թե ամուսնու թե տիկնոջ նայում ես երբ որ իրանք Հայաստանում են ու խոսում են հայկական հայերի հետ, հա, հայության հետ, հայերի խնդիրների մասին, այդ դժգոհությունը, այդ նողկանք, չգիտեմ, էլի թող հոգեբանները գնահատեն ու նայում ես թե ինչպես իրենք դրսում փորձում այդ ձևական կողմը պահել, այդ ժպիտը, կեղծ ժպիտները, իսկ որոշ երկրներում մի այլ տեսակի երջանիկ ժպիտով են գրքերին գրքախառնված նկարվում, դու հասկանում ես, որ այս մարդիկ ոչ հայության հետ կապ ունեն, ոչ Հայաստանի հետ կապ ունեն, ոչ մեր խնդիրների հետ կապ ունեն, ոչ ցավում են Հայաստանի համար, այդ մնացածը զուտ PR-ի համար է, այդ գնալ վանականների հետ հանդիպել, Շունիկի մասին պատմել, հա, այս ամեն ինչը զուտ PR-ի մասը, որը շատ լավ, հանուն արդարության եկեք ասենք, որ չգիտեմ իրանց PR-շիկով է, բայց փայլուն կերպով կարողանում են իրենք իրականացնել իրենց ծրագիրը, այդ նկարները կարծինք են, պատկերը կարողանում են ստանալ մյուս կողմից եւ հաջորդ կողմը դա այն, որ իրանք կարողանում են ընտանյոք հանդերձ հիմա ներգրավել է նաեւ իրենց դստերն են ներգրավել, որը պարբերաբար ինչ որ վիդեոներ են նկարում, կարողանում են նարատիվներ ստեղծել։ Սա ամենասարսափելին է, որ մի հսկա չի, լավ, փոքր, բայց կարողանում հասարակություն մենք բոլորս նստած Նիկոլ ենք քննարկում։ Փոխարենը, չգիտեմ, մեր խնդիրների մասին կամ լուծումների առաջարկներ անենք, մենք նստած ասում ենք Նիկոլ։ Դա էլ է արում։ Բնականաբար իրենց լծակները, ամբողջ իշխանական լծակները, քարոզչական լծակները, պոակին տրվող այդ հայտնի ֆեյքերի պոակին տրվող միլիարդները եւ նաեւ ըստ, ինչպես իրենք են նաեւ սիրում ասել, օթում կախված լուրերի դրսից հստակ տեխնոլոգներ են աշխատում, որոնք ուղղորդում են, որովհետև ես չգիտեմ, դրա համար եմ ասում, այս բուդդայական վանականների հետ հանդիպումը հայ ժողովրդի, մեր ցավի, մեր խնդիրների, մեր պայքարի, եթե ասեմ, ովքեր որ նույն 18 թվականին հավատացել են ու միացել են, սա ինչ է տալիս։ Ում համար են դա անում։ Կարող է սա փայլուն ծրագիր է ոնց որ լինանա, բայց ինչ հետ կա դա թողնում։ Տես PR-ի տեսակետից, PR-ի տեսակետից օքեյ, ասում են, հələ տես գնա, այն միամիտ ու մոլորված մասայի համար, ասում են, այստեղ է գնաց, այստեղ է, նա ինչ լավ ընդունեցին, մեր հզոր վարչապետին ու իր կտիկնոջ ինչ լավ են ընդունում, դա այն մոլորված մասն է, որից ակնկալիք ունենալ ուղղակի հնարավոր չի, եւ անիմաստ է փորձել ունենալ։ Հայերը պետք է տեսնեն իրականությունը, որ իրենք մեղմ եմ ասում, ատում են այս ժողովրդին։ Մենք մի օր չկա, որ հանգիստ ապրենք։
Չէ, եղել է մի օր կներես, այն օրը որ իրենք ստեղ չէին, Հայաստանում չէին, այդ մի օրը մենք հանգիստ ապրեցինք, բոլորը շուտ Մեկ էլ երբ որ բունկերում թաքնված էինք պատերազմից 40 երանելի օրներ որ մենք ասում իրանց չենք տեսել։ Ես չեմ տեսնում այդ հետքը, ոնց կարող է Աննա Հակոբյանը հետ կթողնի, ասենք իր այդ բաներով։ Վերքի տեսքով կարող է վիրավորանքի։ Օրինակ, եթե ես նայեի, դա ինձ իհարկե վանականները շատ կհետաքրքրեին։ Անպայման հատկապես իրանք իրենց պատմություն ունեն ու այդ դրական բանը, իմիջը ունեն։ Արևմուտքում նման ակցիաներ շատ են լինում։ Արևմուտքին բնորոշ, ակցիաներ եւ իրենց համար դա հասկանալի է։ Այո, շատ են լինում։ Միացյալ Նահանգներում շատ ենք տեսնում, նույնիսկ կա մարդ, որը խաչով շրջում է, խաչը մեջքին Բայց ասենք գնաց այնտեղ նկարվեց, շունիկին նկարեց, բան եկավ։ Դա իրա վրա էլ հետք չի թողնում։ Եթե իրա վրա Աննա Հակոբյանի վրա այդ խաղաղասիրությունից մի կաթիլ հետ գա, ում փողերով է գնում։ Ում փողերն է դա, հարկատուների հաշվին։ Դա հարկատուների հաշվին է, չէ՞ արվում։ Միանշանակ։ Այսինքն սրա մասին ոչ կա։ Ինչ վերաբերվում է հեղափոխությանը, ես վստահ եմ, որ մենք գալու ենք սրան, ես եւս մեկ անգամ, քանի որ եթերում այս մասին խոսել եմ իմ տարբեր զրուցակիցների հետ, դուք երևի մոռացել եք Ալիևի խոստովանությունը, թե ինչ Ադրբեջանը ինչպիսի մասնակցություն է ունեցել Հայաստանում 18 թվականի իշխանափոխության գործում եւ բառացիորեն ես կարող եմ նույնիսկ ներկայացնել նրա հարցազրույցից մի հատված։ Նա ասաց, որ այդ 18-ի գարնան իշխանափոխության մեջ դեր են ունեցել եւ բառացի նշում եմ Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը Հայաստանում քաղաքական ասպարեզից հեռացնելու գործում կա մեր դերը։ Ես չեմ ուզում խոսել այդ մասին եւ ուռճացնել մեր դերը։ Միայն կարող եմ ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի հետ կապված, արդարացնում է իրեն։ Հայկական պետականությունն արդեն փլուզվել է, միևնույն ժամանակ արդարությունը վերականգնվեց։ Արյունախեղողների խմբավորումը թողեց իշխանությունը։ Իմ ասածը կրկնում է արդեն ժողովուրդը, հայ ժողովուրդը։ Ես ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեցի, որ սա կոռումպացված խմբավորման ռեժիմ է, հիմա սա կրկնում է հայ ժողովուրդը։ Ես ասացի, որ սա արյունախեղող գող հանցավոր ռեժիմ է, հիմա սա կրկնում է հայ ժողովուրդը։ Հայաստանի տնտեսական ներուժը զրոյական է, նրանց հերոսները գողեր են, գեներալները գողեր։ Սա ասել է ինքը Ալիևի բառացի խոսքերից 21 թվականին մարտի 22-ին նա հարցազրույց է տվել եւ ասել. դրանից առաջ մենք ականատես ենք եղել Թուրքիայի տարբեր պաշտոնյաների, Էրդողանի, Չաուշօղլու նախկին արտգործնախարար տարբեր հայտարարություններ, երբ որ այստեղ որևէ դիմադրություն էր լինում իշխանության որևէ գործողության նկատմամբ, հիշում եք կամ զինվորականությունը, երբ որ հրաժարականներ պահանջում, հիշում եք Թուրքիայից հայտարարությունները։ Այսինքն աշխարհաքաղաքական կենտրոնները եւ այս մարդիկ նույն իշխանությունների դեմոնիզացիայի դերում գործում նախկին իշխանություն, չեմ ասում որևէ մեկը սուրբ է եղել, սուրբ մարդ ոչ գետնի վրա կա, ոչ չգիտեմ, ոչ մի մարդ այդտեղ չկա։ Եւ աշխարհում չկա երկիր, որը կոռումպացված չէ, իշխանություն, որը կոռումպացված չէ։ Եւ բացի այդ, եթե ենթադրենք նույնիսկ 200,000 մարդ դրսում էր, դա հայ ժողովուրդը չէր։ Հայ ժողովուրդը չէր, բայց երբևէ հայերը այսքան մոբիլիզացված չեն եղել ու ամբողջ Հայաստանի տարածքով չեն տարածված եղել։ Ես այս ձևակերպման հետ, որ 18 թվականի հեղափոխությունը բացառապես միայն դրսի ազդեցության ներքո էր, ես սրա հետ համաձայն չեմ, ինչու նաև, որովհետև բացառապես փող կար, բնականաբար եւ սկսում էին գեներացնել, դեմոնիզացնել։ Նախ ներսում մենք ունեինք դժգոհություն եւ դա օբյեկտիվ դժգոհություն էր, կարիք ունեինք փոփոխության եւ դա իսկապես բան կար, պահանջը կար եւ ամենակարևոր երբ որ Սերյանը մենք ասում ենք ամեն անգամ որ դուք ոչ մի բան չեք արել դուք ի վիճակի չեք անել սա անում են Ադրբեջանն արել Թուրքիան արել էս արել ֆլանն արել վստանա մենք թույլ ենք տալու մեր ժողովրդին մտածել որ դուք նախ ձեզանց բան չեք ներկայացնում դուք ոչինչ անել չեք կարող ու սա իրանց թույլացնում է հասկանում եք ամեն մեկը իրան մեղավոր ազգում մենք կարող ենք անել այ հիմա մենք կարող մենք պետք է անենք բոլորին ամբողջ այո իմ ամբողջ կռիվեսը ամբողջ ընթացքում ասել է հետեւյալը Ժորժ ջան մի ամաչեք նրանից որ դուք 18 թվականին դժգոհություն եք ունեցել ու պայքար եք մղել նորմալ է ձեզ խափել են դա լրիվ ուրիշ պատմություն է որովհետեւ որ խափվել եմ նորմալ է դա ասում երկու հոգի ստեղ են նստած մենք էլ ենք եղել փողոցում բայց երբ որ ինչ որ этаպում հասկացանք որ սա այլևս խայտարակություն է սա փոփոխության մասին չի սա բարեփոխման մասին մենք հանձնման մասին էր եւ ոչ միայն եւ ոչ միայն հիմա արդեն սկսում են շատերն էլ հասկանալ որ շատ խնդիրների մասին հայկականության դեմ մեր պետականության դեմ մեր ինքնիշխանության դեմ մեր
մեր, չգիտեմ, էլի այդ ամեն ինչ մեր սրբության, մեր կրոնի, մեր հավատի, մեր անցյալի, մեր ապագայի դեմ ուղղված process-ներ է, ու սա պետք է կասեցնել, բայց մեր ժողովուրդը պետք է իմանա, մենք իրավունք ունենք փողոց դուրս գալու, մենք պարտականություն ունենք փողոց, այդ թվում նաև փողոց դուրս գալու, եւ մեր կռիվը պետք է լինի պայքար։ Խաբվելը ամոթ չի։ Դուք արել եք, փորձել եք անել հեղափոխություն, այն ինչ որ սրանք արեցին դրա շարունակությունը, դա շանտղություն էր։ Իսկ մենք պիտի նորից պետք է լինի 1000 անգամ էլ պիտի փողոց դուրս գալ։ Իհարկե։ Միջև վերջի վարկյանը ընտրությունով կլինի պայքարը, չգիտեմ, մարդիկ կան, ինչ են առաջարկում, impeachment-ն են առաջարկում, փողոցային պայքար, որ տարբերակով լինի, պետությունը պիտի վերականգնի ու մարդիկ, այո։ Իհարկե պիտի կանգնեցվի այս աղետը, ու սա քննարկման ենթակա չի։ Դրա համար ես այս ձևակերպն հետ մի քիչ տենց հաշտ չեմ այն բան հետ, այո, Ալիևը ասել է եւ ամենայն հավանականությամբ իհարկե իրենք կուզենային երկրի ղեկավար, որը փափուկ խաղալիք է, որը ոնց ուզում տենց ծալում են, որը որ կողմից ճնշումը լնում է, տենց ճկվում է։ Ինչ որ մարդիկ կան ասում են դե Նիկոլ Փաշինյանը արևմտամետ է։ Ինքը այնքան արևմտամետ է, ինչքան որ ես ռուսական բալետի պարուհի կարամ լինեմ, մենապարուհի կարամ լինեմ։ Նիկոլ Փաշինյանը այնքան է լինելու, այսինքն այն ուղղության վրա է լինելու, որտեղից իր վերարտադրվելու շանսը ստանալու է։ Թուրքիան կլինի, Ադրբեջանը կլինի, Ռուսաստանը կլինի, Իսրայելը, Բրիտանիան, թե Միացյալ Նահանգները առաջարկեցին սատարում, ինքն այնտեղ գնալու է, ասում են նրանց հարմարվելու է։ Ու նաև բանի հետ կապված արդյոք Ադրբեջանը ինչ որ գործողություններ կարար իհարկե կարար արածներ տրամաբանական չի առնվազն տրամաբանական չի լինի եթե հարևան երկրները որոնք քո չգոյությամբ են հետաքրքրված ինչ որ գործողություններ ներսում չանեն ու այդ ֆոնին ա որ ինձ համար օրինակ հասկանալի չի ինչու են միայն ռուսական ճնշման մասին խոսում ոնց են ասում հիբրիդային պատերազմ ժողովուրդն ասում է բա մնացածը Բաքու հարևանները այս է հիբրիդային պատերազմ էր թե չէ այս հարցակումները իսկ որ քեզ Ֆիդանը բանը անուղակի ուղիղ տեքստով չէ բայց անուղակի ասում է որ ես քեզ սատարում եմ սա միջամտություն է թե չէ սա հիբրիդային պատերազմ է թե չէ ու եթե դու տեսնում ես միայն մի կողմից այնպես չի որ ես Ռուսաստանի մոլի երկրպագում երբեք բայց adekvatությունը չի կարելի կորցնել այս պետությունը պետք է բոլոր կողմերից հավասարապես պաշտպանված լինի իսկ այս պայմաններում որ մենք ունենք այս խանումի պայմաններում որ գնում է բայց իմիջիալից ասեմ այդ ինքը այդ պրարեխով մենակտե չէր գնացել ես հիշում եմ հայ-արաքելական գեղեցու առաջնորդի կաթողիկոսի հետ հանդիպմանը բա հետո ինչ է գրառում էր էրոտիկ բնույթի մի հատ շոր բայց հետո այս վերջերս ինչ գրառում էր արել հիմա ինչ էր արել շատ գրեհիկ մի բան երբ որ Facebook-հայերից մեկը գրել էր համադրել էր Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի այդ նկարը լուսանկարը որ մեծ պրարեխով նստած էր վեհափար հայրապետի կողքին եւ նաեւ թե ինչպես է գնում այս կարգալույց Արամի պատարակին գլխաշորով դրել էր ասել էր հələ տեսեք վեհափար հայրապետի մոտ ոնց է ինչ տեսքով էր գնում իսկ կարգալույցի մոտ հա ինչ տեսքով նա ինչ է գրել ինչ որ մեկը համադրել է այս լուսանկարները եւ ինչ որ բաներ գրել իրականում դրանցում ամեն ինչ այնքան ճիշտ են արտահայտված բովանդակությունները որ ավելի ճիշտ պարզապես չի լինում առաջին լուսանկարի հոգեվորականը Չակերտի մեջ նույնքան կապ ունի եկեղեցու հետ որքան իմ տվյալ զգեստը համապատասխանաբար նույնը վերաբերում է երկրորդ լուսանկարի հոգեվորականին այդ կարգալույցին ում 3 մատուցած պատարակի հոգին անփոխանցելի է դա միայն կարելի է զգալ Սա է ինքը հասկանում եք այս իդեպ ասեմ որ այդ լուսանկարը երբ որ առաջի անգամ հրապարակվեց հասկանալի էր որ դիտավորյալ է այդպես հակնվել գնացել այո ինքը նաև ասել էր ինքը գիտի ինչ է հակնում իբրև թե ուր ինչ է հակնում որտեղ ինչով է գնում հա որ նայում ես չէ միանգամից ուրիշ բան չես մտածում ես ում դիտավորյալ է ինքը սա արել այս իմաստով այնքան կարևոր է հասկանալ որ եկեղեցու ապրես ու միայն եկեղեցուն չէ հա եկեղեցու նկատում այն ինչ որ մեր ինքնության հիմքում դրված է եղել ոչ մեկ չի ասում որ եկեղեցին տենց բոլորը սրբադասված են ոչ մեկ դրա մասին չի խոսել կամ սրբեր են ասում կաթոլիկ եկեղեցում են սրբեր կներեք կամ որևէ այլ կրոնական կազմակերպության ներսում են բոլորը սրբեր եք բոլոր տեղերը ստուգել եք բոլորը իրանց կանոնակարգերին համապատասխանում են ինչ եք մենակ հայ-արաքելական եկեղեցու հետևից ընկել ու այս իմաստով երբ որ ինքը գնում է եկեղեցին որպես հիմք հա հոգևոր հիմք կազմակերպելու քո սիմվոլները կազմակերպելու քո էությունը քո բովանդակությունը հա ինչ որ մարդկային հարաբերությունները այն ինչ որ մենք հազարամյակներով հավաքել ասենց զտել էինք ու անգամ շատ հարցեր կան որտեղ մենք չենք կանոնակարգ չենք ունեցել կանոնակարգել օրենքով որովհետև չգրված օրենքներ են եղել ու մենք բոլորս հարգել ենք այդ օրենքները մեծից փուջուր փոխանցվել են դա նորմալ մարդկային հարաբերությունների մասին է մեծ ու փուջուր հարաբերությունների մասին է կին տղամարդ իմ կինը ասենք հա քո կինը մեր երեխեքը մեր մոտ չի
երբեք տարբերակում իմը քոնը, քո երեխեքը իմ երեխեքը, հայ տարբերակում։ Սրանք եկան ու այսպես քանդեցին, լավ, հələ տեղը մի լավ բան փորձեին, լավ բան բերենք, ասենք լավ, նորարարություն են բերում։ Բա քանդես, ավիրես ու ոչ մի բան տեղը չդնես, ու դու համարես, որ դու այս պետության համար արժեք ես ներկայացնում։ Շատ ուզում եմ ասել զուտ կանացի տեսանկյունից 8 տարի հանդես է գալի որպես առաջին տիկին։ Այդտեղ էլ էր իդեպ first lady էր գրում։ Հաստատ։ Վանականները չգիտեն, ծանուցենք, որ ընդհանրապես ինքը դրա հետ աղերս չունի։ Այն ինչ էր անը Վագն Խաչատրյանի կնոջն է պետք տեղեկացնել, որ ասում է տիկին դու ես առաջի տիկինը, տեղյակ չեք։ Ընդհանրապես իմիջիալոց պատահական չի, նաև կներեժան ջան, սահմանադրության այս աստիճանի խախտումները, որովհետև ես պնդում եմ, նույնիսկ հիմա Ժանն էլ կհամաձայնի որպես 1000 տարվա ինձանից ավելի երկար փորձ ունեցող իրավապաշտպան մարդը կասի մենք երբեք սահմանադրության այսքան ոտնահարում չենք ունեցել։ Այս ծավալի եւ այս խորության, այս բովանդակության, բացահայտության, ժողովրդական լեզվով ասած ափաշքարա, այն որ սենց կոշիկները հանես վանգաս, ինչի մենակ սահմանադրության, մեր կոնվենցիաներով սահմանված մեր պարտավորությունների վրայով անցնելը, օրենքների վրա օրինականությունը դարձնել անօրինականություն, օրինականացնել անօրինականությունը։ Ապրես, անբարոյականությունը բերել բարոյականության դաշտ, անպարկեշտությունը փոխարինել, դերասու պարկեշտությունը փոխարինել անպարկեշտ։ Իրանք այդ գաղափարների, այդ հիմքերի փոփոխության ճանապարհով են գնում, որովհետև դա բանը, դա տեխնոլոգիաներ է, ապականել, փչացնել, որ հասարակությունը չկարողանա իր մեջ ներուժ գտնել, ոտքի կանգնել։ Դա է նա, որ կանանց դերը շատ կարևոր է։ Իհարկե, շատ կարևոր է, որ կանայք ընտանիքներում հայ իրենց փոխանցեն իրենց այդ մտքերը, գաղափարները, իրենց պատմություն, մեր պատմությունն են ջնջելով գնում։ Ձեր ընտանիքների պատմությունը, ձեր պատմությունը փոխանցեք ձեր երեխեքին բարոյական նորմերը, փորձեք գոնե ձեր տանը պահել, մինչև հասկանանք այս վիճակից ոնց ենք դուրս գալու, որովհետև կամ ասма կամ ես նրան կտանեմ դատախազի մոտ կամ նա հիմա կամ սրանց պետքա ուղակի, այսինքն ուղակի տարբերակ չկա այնտեղ, կամի տարբերակ չկա, իրենք պետք է հեռանան, դա տարբերակ չկա ուղակի մեր փրկության համար։ Մենք պետքա ուղակի այնքան ձիգ լինենք, այնքան հավասարակշռված լինենք, այնքան զուսպ լինենք, այնքան պահպանենք մեր արժեքները գոնե այդ փոքր բաներով, հա, միավորներով այդ հիչեիկի բջիջներով, հա, առանձին փորձենք պահպանենք, միջև որ արդեն սրանց ճանապարհից հետո կսկսենք վերականգնել, նորից պիտի ստիպված լինենք, այդ ասպատակությունից հետո, այս ընտանիքի ասպատակությունից հետո, ավերակներից հետո պետքա վերականգնել երկիրը։ Տիկին Ալեքսանյան, ի՞նչն էիք ուզում հեղափոխության հետ կապված լրացում անեիք, Ալիևի ասացի հետ կապված ինչ-որ։ Հա, Ալիևի հետ կապված է, երբ որ ես առաջ անգամ լսեցի, ու երբ որ հետ պատերազմյան մեր դատողությունները, մեր տեղեկությունները մենք համեմատենք այս խոսքերի հետ, այն մեր կասկածները, զինվորականությանը վարկաբեկելու մասով, այդ ամեն ինչը, հա, բոլորին փչացնել, հա, այդ շատ ներդաշնակ են իրար հետ։ Ես այնպես որ հենց այնպես չի ասել, այսինքն չեմ ուզում ավելի բաց տեքստով ասել, բայց այն որ այդ համաձայնությունները իրար հետ ինչ որ բաներ ունեցել են, սինխրոնիզացիան շատ մեծ է, այո, երևում է, բարձ։ Եվ ուզում եմ շարունակելով Աննա Հակոբյանի, ինքը ճիշտ ասած իմ մտքերը չեն զբաղացնում երբեք, բայց հիմա քանի որ մենք խոսեցինք, զուտ որպես եթե ներկայանում ես առաջին տիկին, մի քիչ քո վարքը, պահվածքը, քո հագու կապը, քո շարժու ձևը 8 տարում ոչինչ չի փոխվել։ Ասենք այդ մենք տեսնում ենք, չէ՞, այդ առաջին տիկիններն ու այդ չարության արտահայտությամբ կամ ասենց խոսքեր նետելով մանկապեքս ուզում է, ինչ ուզում է, այս դա կնոջ պահվածք չի, կնոջ վարքագիծ, հատկապես առաջին տիկնոջ, որը դրիվ ուրիշ դեր ունի այս հասարակության մեջ ընդհանրապես։ Եթե մենք հիմա նայենք Մելանի Թրամփին կամ բան, մենք չենք տեսնի, չէ՞, այդպիսի վարքա, ոչ մեկին չենք տեսնում, մենք ոնց են այդպես իրանց պահում։ Ես հիշում եմ Հասմիկ Պապյանի մասին ինքը ինչ էր գրել։ Ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ Հասմիկ Պապյանի հետ եւ այդ լուսանկարի որ Միքայել Սարփազյանի հետ Հասմիկ դա պատմություն ուներ հետո հարցազրույցում Հասմիկը պատմեց։ Եվ նա գրել էր շատ կոպիտ բաներ գրառում էր արել
եւ մեղադրում էր Հասմիկին, որ նա չի հասկանում այդ Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով այդ ահաբեկչության նախապատրաստումը, հա, մեղադրում էր մոտավորապես այդ ամեն ինչին համաձայն լինելու հետ, էլի։ Այսինքն ես տենց հասկացա, որ ասենք այդպիսի հեղինակություն ոնց որ Հասմիկը ունի եւ այդ բանը ուղղակի նրան հանգիստ չեն տալիս, էլի։ Ուզում եմ ասեմ այդ չարիքի, այդ չարի արտանետումները, որ տեղի են ունենում, այսպիսի կյանքով ապրելուց հետո ամեն ինչ ունի, միևնույնն է մնացել է այդ վիճակում։ Նա պիտի հիմա դուրս գար խաղաղ, սիրված, թող լավ սիրված չլիներ, բայց գոնե պահված կպետք է։ Բայց տեսել եք, չէ, ինչքան ավտոշարասյուն եւ ինչ թիկնազորով են ման գալիս։ Ինքը մաքրում են, նույնիսկ փողոցը, Բաղրամեխուն փողոցից վերջերս, մաքրում են մարդկանցից, որ երբ որ իրենք թեկուզ մի քանի քայլ պետք է անեն, որ մարդ չլինի։ Բայց ինձ գիտեք ինչն է հատկապես բանանում։ Տեսեք, ընդդիմադիրների նկատմամբ, քաղաքական ընդդիմախոսները լինեն, լրատվամիջոցների ներկայացուցիչներ լինեն, իրավապաշտպաններ, երգչուհի խնդրեմ Հասմիկը Պապյան, հա, որ ամբողջ աշխարհում միայն Հայաստանի պատիվն է բարձր պահել եւ նրանով նաեւ շատ շատերը Հայաստանի մասին իմացել են շատ շատերը ու այս ամեն ինչից հետո տեսնում եք Արցախը հանձնեցին Ալիևին 5000-ից ավելի զոհեր, 120,000 հայեր անտուն անօթևան, իդեպ շատ մի հետաքրքիր բան, ինքը այդ վեհափար հայրապետին եւ երբ որ զրպարտիչ հայտարարություններ էր անում, գրում էր եւ հոգեվորականների Աննա Հակոբյանը մեղադրում էր մանկապղծության մեջ, գիտեք որ օրն էր հենց, երբ որ Շվեյցարիայում վեհափար հայրապետը ելույթ ունեցավ Արցախահայության իրավունքների վերադարձի իրավունքի ելույթից հետո անմիջապես դրանից հետո շատ նորմալ է, շատ սինխրոն։ Ու հիշում եք, չէ, Ադրբեջանի բանը ռեակցիաները դրան։ Նույն Աննա Հակոբյանի ռեակցիաներն էր։ Կամ այն նույն Ալիևը, որը դեռ 15 թվականին ասում էր Հայաստանը նույնիսկ գաղութ չէ, այն նույնիսկ արժանի չէ ծառա լինելու։ Ալիևը փոխվել է, որ Վահագն Խաչատուրյանով բանով շնորհակալություն են հայտնում։ Հա, փոխվել է մեր թշնամին, այն օրը Վարուժանը Գեղամյան ճիշտ ասեց դարերով մեր թշնամին նույնն է մնացել։ Ինչն է փոխվել, այսինքն իրենք շնորհակալություն են հայտնում Ալիևին, քծնում են, գնում է Էրդողանի կնոջ հետ Աննա Հակոբյանը թաթիկները շոյելով, քծնում է, Ալիևայի հետ լուսանկարվում է, բայց հայի նկատմամբ, հայ հոգևորականի նկատմամբ այս վերաբերմունքը ինչով է պայմանավորված։ Սա ծրագիր չէ։ Իրենք օտարված են, իրենք Հայաստանի հետ կապ ու աղերս չունեն։ Այդ մարդիկ Հայաստանը չեն։ Գիտեք, կարելի է անհաջող քաղաքականություն վարել, կարելի է սխալներ անել, ու մենք բոլորս գիտենք, որ ցանկացած իշխանություն, այդ թվում նաև սրանք որ գալիս են, վստահ ենք, որ սխալներ են լինելու, վրեպակներ են լինելու, բայց այն հետևողական քաղաքականությունը, որը իրենք վարում են, այն վարքը, այն խոսքը, այն մտքերը Գևորոն գեներացնում են, դրանք հաստատապես դրա մասին որ իրենք ամբողջ այդ իրենց կուտոկով ուղղակի զզվում են Հայաստանից ու հայությունից, որովհետև Հայաստանը սիրելուց այդպիսի վարքագիծ չես դրսևորում։ Առնվազն գոնե կարող ես նայեք այդ մարդկային բան, օրինակ Աննա Հակոբյանի ընդգծված բլոկադայի ժամանակ Արցախը դուք նայեք, երբ որ բան են ճաշել բանջարեղենով, բանն էլ է մարդու կնիկ նստել էին, նայել էր, չէ, ինչ-որ բան ասում Նիկոլը Բադրիջանը աճեցրեք, ասենք արցախցիները Ստեփանակերտցիները որտեղ պիտի բանան հա, ասենք այդ անմարդկային բացահայտ անմարդկային դա տեսակ է, հասկանում եք, ոնց կարող է տենց բան ասես։ Իսկ ոնց կարող ես մարդու կնիկ բան անեն, Էրդողանի գիրքը գովազդեն։ Կնոջ հետ կապված ներողություն ժանան Էրդողանի կնոջ հետ կապված ասում է Տիկին Հակոբյանը հավանաբար չի հիշում որ ասում էր գերիներին քիչ-քիչ կտակ կամանց կտակ դու գնացել լավ ես ընդունում եմ գիտեք Էրդողանի կինը ոչ պաշտոնական հանդիպումները կամ անձնական ինչ որ հարաբերություններ կարող ես օգտագործել որ քո պետության համար բարիք ստեղծես լրացուցիչ բարի կամ
վտանգներից ինչ որ չգիտեմ, ապահովագրելու համար, քո գերիներին վերադարձնելու համար, դու գնացեք գրկվել եք իրար հետ բացարձակ, ավելին ես կարծում որ իրենք մեծ խնդիր են տեսնում վերադարձի հետ կապված, հատկապես այդ փոքր խումբը որ մնացել է, իրենց վերադարձի հետ կապված իսկապես խնդիր են տեսնում, սա մի կողմն է, չեն ուզում որ վերադառնան իհարկե, բայց իհարկե իրենք չեն ուզում որ Բաքվից վերադառնան հայ գերիները, որ երբ որ Ռուբեն Վարդանյանին խոշտանգված այդ պատկերները հայտնվեց, իրենք ինչ ատելություն էին շարունակում այդ վիճակում, ես գրառում եմ, արի դրա լավ հիշում եմ, որ մեկը ինչ-որ մի բան էր գրում, տակը հայոյանքներ ու բաներ։ Ու այս իմաստով հա երևի պիտի նորից խնդրենք ոչ մեկ թող չվախենա, ոչ այդ բաների, բոտերի ոնց եք ասում, այդ ֆեյքերի բանակի այդ գրառումներից, այդ վիրավորանքից, այդ հավյանքից որ ձեր հասցեին մի վախեցեք, պետքա շարունակել խոսել։ Անընդհատ պետքա խոսել, ու ինչքան շատ մեր մարդներ գրաված լինի, որովհետև իրանք շատ փոքր, բայց ագրեսիվ խմբակ են ու իրանք շատ կազմակերպված հանցավոր խմբի նման աշխատում են հետևողականորեն։ Նրանք ովքեր որ անհամաձայն են, թվով շատ ավելի շատ են, քան այս ագրեսիվ խմբակը, բայց մարդիկ ուղղակի խուսափում են այդ հարձակումներից, այդ վիրավորանքից, այդ բանը, դրանից պետք չի նեղվել, խոսեք, եկեք ասում տեսեք իմ գրառումների տակ, իմ խոսքի տակ ինչեր են գրած, Սեյրանյանի, Ժաննայի մոտ ինչեր են գրած։ Ֆեյքեր են մեծ մասը, բայց եթե նույնիսկ իրական մարդ լինի, նույնիսկ իրական մարդ լինի, անընդհատ խոսենք խնդիրների, սա բամբասանք չի։ Հիմա ես պատկերացում տակ ինչեր են գրելու, այդ բամբասանք բան ասում եմ, 3 կանանցով հավաքվել են, նստել Հակոբյան Աննային բան ասել։ Պիտի հասկանաք, որ հասարակության այն մասը, որը մոլորված է, դեռ ներողություն, մոլորվածներին չէ, այն որ դեռ կամուկացի մեջ են, լավ չեն պատկերացնում, պիտի հասկանան, պիտի իրանց տեսանելին դաշտում հասկանան ինչ է կատարվում։ Սա բամբասանք չի ինչու, նորից եմ կրկնում։ Նա մի մարդ է, որը մեր հարկերի հաշվին է, ապրում, ոյաժներ անում, սնվում, չգիտեմ, հագնվում, աշխարհը տեսնում, մսխում այդ գումարները, իր ընտանիքի, իր հետ փոխկապակցված մարդկանց տենդերներ են տալիս, հա, այս բյուջեից, բոլորից վճարած հարկերից, ինքը մարդ է, որը ինքնական մտել այդ process-ի մեջ ստանձնել, այո, իհարկե, մասսա կազմել։ Ինքը ով է, որպեսզի իմ հոգևորականի վրա, իմ եկեղեցու հոգևորականին զրպարտի մանկապարտության եւ այլ մեղքերի մեջ եւ պատժի չենթարկվի։ Որը հետո կրկնում է Ալեն Սիմոնյանի մեկը, որը քաղաքացու վրա թքում է։ Սա ամենաամոթալի հատվածներից է։ Սա բամբասանք չէ, ես ընդհակառակը կարծում եմ կանայք պետք է այս հարցը լուծեն։ Կանայք պետք է այս հարցը լուծեն։ Այո, կանանց ներուժը ես համարում եմ, որ կանանց ներուժը շատ մեծ է եւ մենք կարող ենք հարցեր լուծել։ Լավ հասարակական արձագանք եղավ Ալեն Սիմոնյանի այդ մանկապարտությանը։ Սա պիտի նաև իրավական հետևանք ունենա։ Այո, սա իրավական մեկ ուրիշ կին գլխավոր դատախազի կինը պիտի քրեական գործը անհապաղ, որովհետև կապ չունի ում մասին ով է մեղավոր, եթե այդպիսի դեպք տեղի ունեցել մանկապարտության մեջ, ցանկացած մեկը պիտի պատասխանության երկրորդ, ցանկացած, եթե այդպիսի դեպք տեղի ունեցել։ Դատախազը չի գնա այդ քայլը, որտեղ Նիկոլ Փաշինյանը նրա հետ կապված տիրապետում է փաստերի, պապկաներ ունի, նրա նաև անձնական կյանքի եւ ոչ միայն դրա մասին եւ նա հլու հնազանդ անելու է այն ամենը, ինչ որ Նիկոլ Փաշինյանը ասում է։ Այլապես երկու տարբերակ կա, կամ քրեական գործ են հարուցում այդ մանկապարտության մասով, կամ Ալեն Սիմոնյանին քրեական պատասխանություն են մեղադրանք են առաջադրում, որովհետև ինքը ծանրագույն հանցագործության մեջ մեղադրանք է հնչեցրել ինչ որ մարդկանց հասցեին առանց հիմքերի։ Այլ երկրի լրատվամիջոցով։ Էդ էլ ուրիշ հարց է։ Զրպարտություն։ Էդ էլ ուրիշ, այո, զրպարտություն։ Նույնը Աննա Հակոբյանի երկուսին են, որովհետև դա կներեք դրանից այնքան էլ հնարավորություն։ Տեսեք, այսինքն եթե մանկապիղծ են, մուրշնել է ձեր ձեռքը, գրիշնել է ձեր ձեռքը, կներեք, բացեք, պատժեք, ինչ հոդվածներ ընտրեցին։ Ուրեմն ապրիոր էլ ասենց շպրտեցին օդ, որ մանկապիղծ հոգևորականներ կան, այդ մի ամենաայլանդակ հոդվածներից մեկն է, որը կարելի է պատկերացնել։ Իհարկե։ Ես չգիտեմ, ինձ թվում է ամբողջ աշխարհում, բայց մեր հանրության մեջ դա ամենացավալի հարցն է։ Երկրորդը թմրանյութների, ասում եմ, բարեգի հոդված ես դնում հոգևորական զրփազանին անմեղսունակ է, բայց որովհետև տեսակ փաստաբանը Արսենը Բաբայան ներկայացրեց տարբեր աշխարհի տարբեր երկրների կենտրոնների նսեմացնելն է, ստորացնելն է եւ մյուս սարսափելի հոդվածը դա ահաբեկչությունն է, որը Տիկին Ալեքսանյանն ու ես ասում եմ այն առաջ օրվանից գլուխներս դեմ տված քրով ենք տվել, ասում ենք չի կարելի մոնտաժված
ու դա մենք միշտ ենք ասել, դա մենք ասել ենք նախորդ, դրանից նախորդ իշխանությունների ժամանակ ասել ենք մոնտաժված նյութերով գնահատականներ տալ չի կարելի, դա հանցագործություն է Բագրատ Սրբազանի հետ կապված, այդ խմբի հետ կապված։ Եվ հետո պարզվեց, որ ու տեսեք քաղաքասարակությունը ինչ բերանից փրփուր գնացած, տեղից տեղ էին գնում, եթերից եթեր էին գնում, օրը 5-6 հատ եթեր էին գնում, ու ասում են հələ տեսեք, մարդիկ ասում են աբեկչություն էին նախապատրաստում, այդ կտրտած բանը դրել էին նյութը դրել են մոնտաժված։ Վերջին ելույթը Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդում։ Այո։ Ասում է սպանության կոչեր էին անում, այդ թվում նաև իմ հասցեին։ Պատկերացնում ես, ոչ մի սպանության կոչ չկա, էլի։ Խայտարակություն է, սա ստելը։ Դուք շատ լավ գիտեք, բայց միջազգային հանրության վրա եւ միջազգային կազմակերպությունների, որոնց, չգիտեմ, որ երրորդ տեղում է Հայաստանը, հա, հետաքրքրությունների դաշտում կամ որ հարցով է նրանց հետաքրքրում Հայաստանը, Հայաստանի кейսը։ Ահաբեկչություն, մանկապղծություն, կոռուպցիա, չէ՞, թմրանյութերի շրջանառություն, փողերի լվացում, այս այն հոդվածներն են, որը միայն բառակապակցությունը իրենց ականջը դաղում է, հա, լույսը վառվում է, այսպես ասած։ Դիտմամբ են դա անում։ Դիտմամբ են դա անում։ Էփշտեյնի դեպքից հետո նորից գալ եթեր ու նորից Ալենը հայտարարի, դա պատահական է տրենդի մեջ մնալու ցանկություններ, այդ թվում նաև մեր հոգևորականներին այնտեղ այդ դաշտը բերելու համար։ Այս մարդկանց պետքա մի անգամ ժողովուրդ պետքա ճանապարհել։ Ես չգիտեմ ոնց է պետք ճանապարհել, բայց որ այս մարդկանց պետքա ճանապարհել դեպի քրեակատարողական հիմնարկ ազատություն չէ, դա միանշանակ է։ Առանձնացնեմ Շաթիկ ջան, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները իրենք արձանագրում են, իրենք երբեք Արարատ Միրզոյանի խոսքով զեկույց չեն ներկայացնի։ Իրավապաշտպան կազմակերպություններ նկատնում, թե Եվրոպայի խորհուրդը քաղաքական որպես միավոր ինչ է անում։ Հա, այդ իրանք գիտեն ինչ են անում, որ խայտարակ զեկույցեր այդ Եվրոպայի խորհրդի զեկույցը այդ վերջին, որ միակողմանի եւ անհիմն ես ուղղակի ապշել եմ, ես չի պատկերացնում որ կարող է տենց զեկույց լիներ։ Ապշելու բան չկա, Ժան ջան, իրանք քաղաքականապես հետաքրքրված են ունենալ այդ թվում նաև իրենք հետաքրքրված են ստեղ ունենալ փափուկ խաղալիք իշխանություն, որին ոնց կճզմես, տենց կճզմվի։ Իրենց պետք չեն ուժեր, որոնք որ կամ քաղաքական գործիչներ, որոնք կարող են դիմադրություն ցույց տալ, անհամաձայնություն դրսևորել։ Իրենց դա պետք չի։ Բոլորին հարմար է, բոլորին պատահական չի, որ Վենցն էլ եկավ ասեց սատարումս եմ հայտնում, Ֆիդանն անդեղից ասում սատարումս եմ, Թուրքիան ասում սատարումս, Ադրբեջանը, բոլորին ձեռնտու, այստեղ հարց է ծագում, Հայաստանին սենց ղեկավար պետքա թե չէ, սենց իշխանություն մեզ պետքա թե չէ, թե մենք սենց ավիրման ճանապարհով ենք գնալու։ Մեզ պետքա իսկապես մի անգամ այս հարցի պատասխանը տալ, մենք որպես ժողովուրդ մի անգամ այս հարցի պատասխանը պետք է տանք ու այո ոչ մեկի հույսով պետքա չմնալ, ասում եմ բոլորն էլ իրենց շահերով են, ինֆանտիլ լինել պետք չի, ոչ մեկ մեր շահերով հետաքրքրված չի, ոչ մեկ մեծ խաղացողները նայում են տարածաշրջաններով, իրենց հետաքրքիր է տարածաշրջանում իրենց հետաքրքրությունները, թե դա դիվանքը այս կողմ կլինի, այն կողմ կլինի, Արցախցի 120 չի ավելի շատ են, որտեղ մի մասը միջև պատերազմը չգիտեմ, մոտավորապես 150,000 արցախցիներ ցեղասպանական գործողություններով կհանեն ընդեղից, չեն հանի ընդեղից, գերեզմաններ կա, չկա, այդ թղթի վրա է շատ սիրուն։ Ես ասել եմ այդ միջազգային մեր գործընկերներին, Ժորժ ջան, կամ ձեր կոնվենցիաները փոխեք, գրեք, որ այս կոնվենցիան վերաբերում է բոլորին բացի արցախցիներից։ Մենք էլ ասենք դե Ժորժ ջան, հեսա դոկումենտում սենց է գրած։ Կամ ուրեմն հերիքա գլուխներս հարթուկեք, որովհետև դուք համաչափ պատասխանատվություն եք կրում այս ցեղասպանական գործողությունների տեղի ունենալու հետ կապված եւ նաեւ հետագայում մնացած բոլոր process-ների հետ կապված դուք ոնց են ասում Սաուչաստիկի, հանցակից եք դառնում։ Միջազգային իրավունքը մենք տեսնում ենք, էլի ինչ վիճակում է։ Բայց սա չի նշանակում, որ պետք չի շարունակել պայքարը, բոլոր դեպքերում միշտ է պետք անել, այո։ Սա այնքան հետաքրքիր է։ Մի կարճ բան, քանի որ մենք երբ որ սեպտեմբերի 19-ի դեպքերը 23 թվականին Արցախում սկսվեց, մենք փաստահավաք աշխատանք ենք արել, հենց դեպքերից այսինքն երբ որ նրանք զուգընթաց, այսինքն մենք լրագրողները արդեն գորիսում էին, ընդդեղից ենք մենք, այսինքն 300-ից ավել ընտանիքների հետ ենք խոսել, որոնք պատմել են ոնց էր տեղի ունենում այդ ադրբեջանցիները, հատկապես Մարտունի շրջանը, ներխուժում էին գյուղեր, որտեղ կանայք եւ ծերունիներ, երեխաներ էին, իսկ տղամարդիկ կանգնած էին, դիրքերն էին պահում, այսինքն մի իրոք ցեղասպանությունը, երբ որ Կամպոն պնդում էր, մենք այստեղ ես եմ հանդիպել իր հետ, որ եկել էր,
Ես իրեն ասեցի, ուղղակի մենք առաջին զեկույցն ենք ոնց որ պատրաստել, չենք համարձակվել, ճիշտ է էթնիկ զտում, բայց ոնց որ մենք չտվեցինք այդ ցեղասպանության բնորոշումը, բայց հետո որ նայում եմ, հիշում եմ, դա իրոք ցեղասպանություն էր, ասենք այդ ճանապարհի մահերը կամ շրջափակել էին Ստեփանակերտը գյուղերի չեն կարողանում կամ ասենք այդ գյուղացիներ այդ Սզնեքի, Սարուշենի կամ Ոտաբոբիկ չեն հասցրել շատերը տներ իրենց երեխեքին գրկած ու այդ տղամարդիկ կամ որ խոսում են ես շատ հիացած եմ այդ եւ տղամարդկանցով եւ այդ կանանցով իրոք խիզախ են արցախցիները որ տղամարդիկ ասում են մի աչքներս գյուղի վրա էր մի աչքներս այդտեղ կրակում ենք ու հələ այդտեղ մի հատ էլ հակաքարոզչություն կար այդ արցախցիների հա ու լսում ես որ հիմա էլ ատելության մի քիչ նվազեց այդ չափերը մարդիկ ովքեր ցեղասպանության որտեղ ցեղասպանությունը դա մենակ դուրս գալը չէր Արցախից այնտեղ տևական ժամանակ սովի են մատնված եղել մարդիկ ակտիվիստների միջոցով գազի ծրկեցին կանայք փորձում էին ուզում էին ընդհատել իրանց հղիությունը որտեղ այդ սովի ժամանակ մենք ունենք այդպիսի նաև պատմություններ մենք բանը փաստեր որ մենք հրապարակել ենք հավաքել եք այդ շատ կարևոր է ու իմ ասած ինչ էր որ պետք չի հուսահատվել հիասթափվել ու մտածել որ ու սա ոչ ռևանշիզմի մասին է ոչ ինչ որ մեկի նկատմամբ պատելության մասին է մեր իրավունքները պիտի մենք մեր իրավունքների հետևից պիտի գնանք որովհետև եթե դու չես գնում քո իրավունքների հետևից քեզ չեն հարգում քեզ քո կարծիքը ոչ մեկ չի հարցնում քո հետ հաշվի չեն նստում կամ դու դնում ես քո դրվածքը ու դու քո իրավունքների քո իրական իրավունքների հետևից գնում ես կամ դու դառնում ես ոչ մի բան այն ինչ որ մեզ սա որփի գլուխ ինձ մտահոգում է հիմա տեսեք ի վերջո կայացավ Ավստրիայում եկեղեցական ժողովը եւ բավական խիստ հայտարարություն ընդունվեց որ պետք է դադարեցնել հարձակումները եկեղեցու նկատմամբ բանտերից ազատ արձակել ներեկեղեցական հարցեր որ այդ բոլոր բարենորոգումները միայն կարող է անել եկեղեցին մենք տեսանք նույնիսկ Միացյալ Նահանգներից ժամանած Հովնան Սրբազանը որը Փաշինյանենց այսպես տիրադավների թիմին էր միացել, բայց այդտեղ անակնկալի եկան, որովհետև Հովնան Սրբազանն էլ էր միացել եւ միանձնյա բոլորը ստորագրել էին, ընդ որում ըստ իմ տեղեկությունների, այնտեղ Հովնան Սրբազանը ասել է, որ ինքը չի ցանկացել իր անունից են արել որոշ տեքստեր եւ այլն, դա դեռ ժամանակը ցույց կտա։ Բայց ես երեք արդեն տեսա Փաշինյանի այդպես լրատվամիջոցները, խոսող գլուխները արդեն մի հարձակում էին սկսել, նորից այդ կարգալույցներին են Տեր Արամին, որ չգիտեմ դրա գլխին ինչ փաստեր կան, ընդ որում ասում են գյուղացիները բավական լուրջ փաստեր ունեն նաև իրենց ձեռքին, սկսել են արդեն խոսեցնել դարձյալ վեհապարի դեմ, ինչպես հայտնի է հարգելի հետևորդներ, վեհապարի ելքը փակեցին, արգելափակեցին, այսինքն մենք պետք է սկսենք նոր զարգացումներ միանշանակ այս չի դադարելու միանշանակ եւ սա այս եկեղեցու դեմ հարձակումը բացի այն որ մեզ ուզում են մեր արմատներից պոկեն որովհետեւ այդ ժամանակ այլևս հայ ազգագոյություն չի ունենա հա իր սփյուռքյան այդ բոլոր կառույցներով հանդերձ եկեղեցին իրենց նպատակը դա է նրանք իրականացնելու են իրենց պայմանները Ալիևը առաջին անգամ չէ, անընդհատ են կրկնում եւ ոչ միայն ինքը, Թուրքիայի պաշտոնյաներն էլ հղում են տալիս, ասում են մինչեւ Հայաստանը չկատարի Ադրբեջանի, մեր եղբայր Ադրբեջանի պահանջները, մենք խաղաղության չենք գնա, սահմաններ չենք բացի եւ այլ եւ այլ։ Ալիևը պահանջը այս պահին նաեւ հնչեցված սահմանադրությունը փոխել, անկախության հռչակագիրը հանել եւ ասում է մինչև շուրջ 300,000 ադրբեջանցիները չվերադառնան խաղաղության պայմանագիր չենք կնքի եւ ասում էին հիշում եք որ դիմել են Հայաստանի կառավարությանը այդ 300,000 ադրբեջանցիները հետո արտգործնախարարությունը լղոզեց բանարեցին մենք այդպես էլ չգիտենք դիմել են ինչ են անում բայց տեսնում ենք ադրբեջանցիները ազատ ելումուտ են անում հիմա իրենք այդ կենտրոնները, որոնց բաներով հրահանգները անում են կամ սինխրոն անում են, պահանջը եկեղեցու հարցերը լուծել։ Մենք ինչ ենք անելու։ Արխիվում նաև ընտրություններ են, մի մասը արդեն պատրաստվում է ընտրությունների,
Սրանք արդեն հիբրիդային պատերազմի անվան տակ փողեր են ստանում դրսից, սա նշանակում է քաղաքական հետապնդումներ, նոր ձերբակալություններ, կեղծ քրեական գործեր, զրպարտություններ, հարձակումներ, ես վախենում եմ ասել, թե նույնիսկ էլ ինչի կգնան։ Մենք ինչ պիտի անենք այս իրավիճակում, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իրենք շատ լավ հասկանում են այդ խմբակը, իրենք ինչ հանցագործություններ են արել։ Բայց հիմա նժանին ոնց որ դրված է կամ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է ունենալու կամ Հայաստան լինելու։ Այս հարցն է ոնց որ թե դրած։ Ինչպես ինչ ենք անելու, ինչ պիտի անենք։ Մասով ասեմ, որ իրոք շատ հզոր էր, կայացավ իրոք այդ ճիշտ է հավաք ժողովը, բայց ուժ կա շատ այդ հայտարարության մեջ, ինքը հզոր հայտարարություն է, դա վկայում է եկեղեցու ամրության մասին, վճռականության մասին, ես դա տեսնում եմ այդ տողերի մեջ, այդ բանը, վեհապարի այդ պնդությունը, ավելին անել չեն կարող։ Ես կարծում եմ, եւ նաեւ ասեմ, ես մի հարցազրույց եմ երեքլուս էր Արթուր Սահակյանն էր վարում, այն մի քահանա կա, Սերոբ քահանան էր եւ Սասունյանը, Հարութ Սասունյանը, այո։ Զուգահեռ այդ համաժողովին կար նաեւ միջազգային կազմակերպության, մեր ժողովին կար նաեւ միջազգային մի համաժողով կրոնական, որին հետո մասնակցել էր այդ Սերոբ քահանան եւ ելույթեր ունեցել եւ դա Միացյալ Նահանգների նախագահին մոտավորապես այդպես առընթեր մի բան է, որտեղ այդ զեկուցվում է հետո նախագահին այդ ամենի մասին։ Մի խոսքով շատ լավ էր, որ նաև զուգահեռ դա էր գնում եւ մի խոսքով կարևոր ուղերձներ են հղել էլի մեր հոգեվորականների բանտարկության եւ այդ հալածանքի եկեղեցում։ Ես ամենաշատը որ ուզում եմ դա այնա, որ ժողովուրդը պիտի պաշտպանի եկեղեցուն։ Ժողովուրդը պիտի համայնքներում ամենուր պետք է ինքը պաշտպանի եկեղեցու, ինքը պետք է կողքը լինի եկեղեցու։ Ոնց որ միշտ է եղել, հիմա մենք գիտենք, որ եկեղեցու հեղինակությունը բավականին բարձր է եւ դա այդ հարցումներն են վկայում եւ այլն, եւ նա չպետք է լքի եկեղեցուն, որ այդ ուժը, այդ ամենաբարձր վարկանիշը, հա, ամենաբարձր վարկանիշը 80% վարկանիշ, այո։ Ամենատարօրինակը այն որ ես տեսնում եմ, որ քաղաքական անդիմությունը ոչինչ չի անում, ասենք։ Ինչ նկատի ունեք։ Եկեղեցու, ես չգիտեմ ինչ պիտի անեն, բայց պիտի անեն ինչ որ բան, ինչ են անում իրանք։ Ասենք եկեղեցու այս հալածանքները, այս ամեն ինչի պաշտպանության համար։ Դե այնուամենայնիվ ես ինձ չդնեմ ընդդիմության տեղը, հա, որովհետև հիմա նաև Կարապետյանը կասի ինչ պետք է անեն, որովհետև երբեմն երբ որ ասում են ինչ որ բան պիտի անեն, ես ուզում եմ հասկանալ ինչ են ակնկալում։ Օրինակ, երբ որ պաշտպանության հարձակում եղավ Մայր տաճարի վրա, եւ քաղաքական բոլոր ուժերն էին այնտեղ, անկախ նրանից ինչպես են իրար վերաբերվում նույնիսկ, որը միավորվեցին եկեղեցին այն հարցն է անկախ քաղաքական պատկանելությունից, այսպես ասած արտաքին քաղաքական կողմնորոշվի շատ-շատերը այնտեղ էին եւ հասարակական գործիչներ, հանրային գործիչներ եւ լրատվամիջոցները ահռելի գործ արեցին։ Այդտեղ են ես ուզում եմ հասկանալ ինչ պետք է անել։ Ես չգիտեմ, իրանք պետք է մտածել ինչ պետք է անեն, ինչպես պետք է կանխեն, ինչպես պետք է պաշտպանեն, ինձ թվում է ինչ որ միջոցներ կլինեն։ Չգիտեմ, պետք է կարողանան եւ ժողովրդի հետ աշխատել, բայց նաեւ եկեղեցին չէ պետք է ասի ինչ անել։ Դա էլ կարեւոր է, որովհետեւ եկեղեցին դա կներեք նիկոլություն չստացվի, հա, մենք չպետք է խառնվենք, բան անենք, ասենք թե եկեղեցին ինչ պետք է ասի։ Եկեղեցին ինքը իր կանոններն ունի, իր պայքարի գործիքներն ունի եւ ինքը նաեւ մեզ պետք է ասի։ Այդ իմաստով մենք տիկին իրար հետ ենք, չի եղել Ժանտան, որ միասի։ Մենք հրավերով, այսինքն մեր խնդրանքով, հա, որտեվ հա, տարբեր հանդիպումներ եղա, ես էլ արդեն սկսեցի խառնել։ Մենք խնդրել էինք հանդիպում, քաղաքասարակության ներկայացուցիչներով հանդիպում ու սիրով հանդիպեցինք, շատ մանրամասն դետալներով քննարկեցինք, այսինքն այդ իմաստով ես համաձայն եմ, որ եկեղեցին նաև պիտի եկեղեցին իր ակնկալիքը պիտի մեզ հուշի մենք ինչ կարող ենք անել, որովհետև հա դա մեր եկեղեցին է, բարձա որ մենք էլ ենք այդ եկեղեցու մասը եւ բայց պիտի մենք հասկանանք թե իրանք մեզանից ինչ գործողություններ են ակնկալում, որովհետև մենք չենք կարող մտնել այդ
process-ների մեջ, կանոնակարգման process-ների մեջ չեն կարող մտնել, բայց եկեղեցին իրան շատ բարձր պահեց։ Ես գիտեի, որ ուրիշ ձև լինել չի կարող, որտեղ չի կարող կներեք ասում Աստծո որդու աշակերտների հիմնած եկեղեցին այլ կերպ լինել չէր կարող, հա, դա աստվածային հիմք ունի իր մեջ դրած, այնպես որ ասում ժողովուրդ, իհարկե այս ամեն ինչը շտկվելու է, իհարկե այս արհավիրքն ենք մենք վերապրելու, բայց սրա դրական կողմն էլ կար։ Շատ շատեր ովքեր եկեղեցի ալարում էին գնային Կիրակի օրով կամ ինչ որ բաների մասին տեղյակ չէին, ինչ որ կանոններ, ինչ որ հետաքրքիր բաներ հետ չէին հետազոտել, ոչ էլ պատմություն էին եկեղեցու հետազոտել, շատերը սկսեցին հետաքրքրվել, մենք ահագին մարդու մասին իմացանք, շատ լավ հոգևորականների ճանաչեցինք, շատ լավ, ես անկեղծորեն իրանց ուզում եմ շատ մեծ մարդկային շնորհակալություն հայտնեմ այն հոգևորականների, որոնց դռնեդուր գնացել են ԱԱՑ-ի աշխատակիցներ, իդեպ էլի մեր հարկերի հաշվին գնացել են դուրն են ծեծել, իրանց չվերաբերվող գործերի մեջ են խառնվել, փորձել են ստիպել, ճնշել, պարտադրել, բայց այդ տղերքը այնքան մաքուր կյանքով են ապրել իրանց ամբողջ կյանքը, ոչ կամպրամատ են վրեքը գտել, ոչ կարողացել են իրենց հոգևոր կամքը կոտրել, ոչ իրանց մեռոնը ուրանալ, ու այն տղաները, ովքեր, տղաներ ասելով հոգևորականներ, ովքեր կարողացել են կանգուն մնան, իրանց մի այլ կարգի շնորհակալություն եմ ուզում հայտնել, որտեղ իրենք եղան այն առաջի հարվածը ստացողը, բացի վեհապարից, որը դու պարզա որ ցանկացած կառույցի առաջի դեմքը ինքը առաջի հարվածն է ստանում, բայց նաև տղաները կարողացան թիկունքը պայել։ Հասարակությանը շնորհակալություն, որ կարողացան adekvat գտնվել։ Այո, մենք ամեն ինչով չի, որ գոհենք եկեղեցու հետ կապված։ Կան հարցեր, կան մարդիկ, կան կերպարներ, բայց մյուս կողմից նաև զտվեց, պարզվեց, որ նրանք ով որ կամպրամ, ով որ այնքան մխտրված էր, որի վրա կարար կամպրամատ լիներ, այդ մարդիկ ինքնաբերաբար գնացին կանգնեցին Նիկոլ Փաշինյանի խմբակի կողքը, այդ մարդիկ ինքնաբերաբար դուրս եկան այս process-ներից։ Այդ մյուս հարցը։ Բազմաթիվ հարցեր կան, որ նաև դրականն մենք ունեցանք։ Մենակ վատը պետք չի տեսնել։ Պաշտպանել իհարկե պետք է պաշտպանել։ Եկեղեցին հիմա ավելի ուժեղ է։ Իհարկե, միանշանակ։ Այո, եւ այնց որ Նիկոլ Փաշինյանը մենք անկեղծ ասած որպես քաղաքացի ես էլ եմ ավելի ուժեղ դարձել, որովհետեւ ես տեսա եկեղեցու ուժը, ես տեսա այդ ուժը, իսկապես հոգեվոր ուժը, դա ինձ որպես քաղաքացի եմ ասում, դա էլ շատ կարևոր է։ Մենք պատրաստ են այդ հալածանքների։ Դա այդ ճնշումը, այդ հալածանքը իրանց բոլշևիկյան ձեռագիրը նույն Ուրեմն, երբ որ նայում ենք, կարդում ենք, հա, պատմությունը, ինչպիսի հալածանքների են ենթարկել, ինչ ձեռագիր, ինչ բառամթերքով են խոսել հոգևորականների մասին, ոչ միայն հայ հոգևորականների, հա, Գևորգ կաթողիկոսի նկատմամբ, Տիխոն պատրիարքի նկատմամբ, այլ հոգևորականների ինչ հետապնդումներ, որ բացել են իրենց բանը, չէ, ասում է բարևարկությունը պետքա ստուգի Նիկոլ Փաշինյանը, որ նոր կաթողիկոս ընտրի, հոգու աչքերով Հա, այսինքն պատկերացնում հոգու աչքերով այդ խնդիրը։ Մյուս խնդիրը բաների հետ կապված, ադրբեջանցիները, որ եկել են Հայաստան, անդադ այդ նյութերը պատտվում են ու ամենաշատ հնչող հարցը երևի, իսկ Բաքվում Ադրբեջանում հայեր կան, այո, հայեր կան Ադրբեջանում, ու իրանք Բաքվի բանդում են նստած, ու երկրորդ этаպը այս puzzle-ի մյուս մասը ես ուզում եմ որ մեր լսարանը հիշի կամ մանգան նայեն տեսնեն թե ինչպես են բռնության ենթարկում Վաշինգտոնում Ալիևի հետ անհամաձայներին ու այս ամբողջ puzzle-ը հավաքեք իր գլուխ ու տեսեք դուք սա ուզում եք թե չեք ուզում իսկ Նիկոլ Փաշինյանը ես վարկյան անգամ չեմ կասկածում որ Ալիևի բոլոր what բան է ուզում ասել բոլոր ֆանտազիաները իրականություն է դարձնելու վարկյան անգամ չեմ կասկածում։ Անում է, կասկածելու արդեն բառը բերանից դուրս է գալիս Ալիևի կամ Ալիևայի արդեն կատարում է։ Այսինքն մենք սա որևէ ազգի նկատմամբ ապելության մասին չի։ Տիկին Ալեքսանյանն էլ գիտի մենք բազմաթիվ անգամ որպես քաղաքասարակություն արտասահմանում ենք եղել, մենք ընդեղել ենք հանդիպել, տարբեր ազգերի ենք հանդիպել, ինչ որ մեկի հետ հաշտ ենք եղել, ինչ որ մեկ խոսալը ստացվել է, համագործակցել է, ինչ որ մեկի հետ չի ստացվել, բայց մենք ազգի նկատմամբ երբեք ատելություն չենք ունեցել։ Մենք մեր անվտանգության մասին ենք խոսում։ Իսկ հիշեք նաև այս ամեն ինչի ֆոնին, հիշեք թե ինչ են ստորագրել այն ինչ որ խաղաղության նախաստորագրված բանն է, հա, ռևանշիզմի դեմ պայքարը։ Այսինքն եթե ես ինչ որ պահի փորձելու եմ հիշել, որ իմ մորական կողմից պապը Շուշիից է եղել, ուրեմն ես ռևանշիստ եմ։ Եթե ես հիշելու եմ, որ իմ
հայրենակիցները, իմ նախնիները ցեղասպանության զոհ են եղել Արևմտյան Հայաստանից, ուրեմն ես ռևանշիստ եմ։ Եթե ինչ որ մեկը ժամանակին լսել է Նիկոլ Փաշինյանին կամ չի լսել Նիկոլ Փաշինյանին, ինքնական զենքը վերցրել ու գնացել է հայրենիքը պաշտպանել, ուրեմն ինքը ռևանշիստ է։ Մենք բոլորս, մենք ազգովի դառնում ենք ինքնաբերաբար, այսինքն ցանկացած նորմալ, adekvat հայկականություն կրող մարդ ինքը ավտոմատ դառնում է ռևանշիստ եւ ինչ ենք անելու։ Եվ հիբրիդային պատերազմի անձ։ Տեսել եք ձևակերպումը այդ արտաքին հետախուզական ծառայության զեկույցը։ Նախ չգիտեմ ինչքան միլիարդներ են տալիս այդ կառույցին տարին 1-2 անգամ այդ շարադրությունը գրելու համար։ Ես չգիտեմ բյուջեն, հա, գաղտնի եմ պահում։ Անընդհատ եմ հիշեցնելու, որ այդ կնոջը, որը մի քանի կարճ ժամանակ նաև մարդու իրավունքների պաշտպանի հարցում էր, վայ, ասեցի մարդու իրավունքների պաշտպան, ես հիշեցի այս պաշտպանին։ Դուք տեսաք լրագրողը երբ որ հարցնում է Անահիտ Մանասյան, հեսա կշարունակենք հարգելի հետևորդներ այս թեման։ Հարցնում է լրագրողը, ասում է ամենայն ձեր կաթողիկոսը ով է։ Մեր կաթողիկոսն ով է։ Ամենայն հայոց կաթողիկոսը ձեր կաթողիկոսն է Գարեգին։ Դուք տեսաք այդ ինչ էր անում։ Դա գետինը մտնելիք է, չեք լսել Անահիտ Մանասյանը։ Ես նայել եմ։ Վա, այդ քրուտիկները հիմնականում խոսապում եմ կանանց թիրախավորելու, քննադատելուց, բայց կներեք, եթե ես հանրային գործունեություն եմ ծավալում, մի պարտավոր եք բոլորդ ինձ դատա փիտել։ Այստեղ կին տղամարդու հարց չի։ Բայց կան իրավիճակներ, որոնք տեղ չեն թողում չքննադատելու։ Դա հայտարարություն։ Դու փոխում ես տեղավորել, ասա հա կամ չէ։ Չէ, չէ։ Բայց մի բան էլ հիշեցի, միջև ձեր միտքը չմոռանաք, մի հատ էլ շնորհակալություն լրագրողներին։ Այդքան հետևողական ինչքան այդ երեխեքն են գնում, ճիշտ է, տեղ-տեղ մի քիչ համը դուրս է գալի, շատ են բանանում, բայց այն իրավիճակում, որում մենք ենք ապրում, կարելի է մի կերպ յոլա գնալ, բայց ապրեն երեխեքը, օպերատորները, լրագրողները, այն որ այն ձայնը սառած, կապտած, այդ ծանր կամերաները գրկած վազվզում են, հարց են տալի, ասո պատուհանից հանում են, դռնից են մտնում, այդ երեխեքը իսկապես կարողանում են տեղ հասցնել ինֆորմացիան ու դա անգնահատելի է ուղղակի։ Շատ դեպքերում իրենց անվտանգության հաշվին, իրենց ներվերի առողջության հաշվին, բայց կարողանում են նաև հասարակությանը ցույց տալ այն իրական պատկերը, որը չի կարողանում Նիկոլ Փաշինյանն ու իր այդ ագրեսիվ խմբակը փորձի տենց լղոզի կարմիր բանտիկը վրան կապի ու փորձի ներկայացնել հասարակությանը։ Այս երեխեքը ահավոր մեծ աշխատանք է։ Այ քաղ հասարակություն կոչվածը նրանք են, ովքեր խնդիրները բարձրաձայնում են, ովքեր խնդիրների մասին խոսում են, թե չէ մեր մոտ իրավիճակ է ստեղծվել, որտեղ եթե դու պաշտպանում ես Նիկոլ Փաշինյանին, դու անկախ էքսպերտ ես։ Եթե դու չես պաշտպանում, չես կիսում Նիկոլ Փաշինյանի մտքերը, գաղափարները հանճարեղ, ու դրանք ռոպագանդա չես անում, ուրեմն դու ինչ էր, այն հիբրիդային պատերազմի մասնակից ես, դու էլ, ես էլ, հասկանում ես։ Այո, եւ մեր դեմ արևմուտքը Եվրոպան փող է տալիս, մեր դեմ պայքարի արևմուտքը, թող մեր դեմ պայքարի ասում է, բայց ոչինչ, կգա ժամանակ, երբ որ ամեն ինչ կընկնի իր տեղը, երբ որ արևմուտքը որոշի վերադառնալ այն սկզբունքներին, այն արժեքներին, որի կրող եղել է ժամանակին, թող իմանա, որ Հայաստանում կան այդ արժեքները պահպանողները, որովհետև մենք մեր ժողովուրդ որպես այդ ինչու ենք մենք անդադ նաև հարվածի տակ, որովհետև ամենայն հավանականությամբ այդ արժեքների պահապանը նշանակված ենք մենք։ Եվ այդ պահապանները ձեզ կվերադարձնեն ինչ-որ մի մաս, երբ որ ինչ-որ պահի որոշեք վերադառնալ։ Մենք կդիմանանք, մենք հազարավոր բաներ ենք, հա, խնդիրներ ու դժվարություններ ենք վերապրել։ Մենք մեծ իմպերիաների կազմաքանդում, փլուզում, չգիտեմ, ասպատակումներ ենք։ Մենք ամեն ինչ վերապրել ենք, մենք սա էլ կվերապրենք։ Մենք եղել ենք անհիշելի ժամանակներից եւ մինչեւ անվերջություն լինելու ենք հանգիստ եղեք։ Ամեն ինչ նորմալ է գնում։ Ուղղակի մենք պիտի գոնե մեր սերունդը ամոթով չգնա այս աշխարհից։ 8 տարվա աղետ բերած խմբակը պայքարում է 1700-ամյա կառույցի դեմ։ Այն որ sense հասկանում, այնել ովքեր են, բարեվարկությունից խոսում։ Ասենք Փաշինյանի բառապաշարը։ Եթե մենք չընտրվենք, անկախություն չի լինի։ Ոնց ասма, եթե մենք չընտրվենք, պատերազմ կլինի։ Դուք հասկանում եք, անկախությունը չի լինի։ Եթե չի լինի, ոչ մի բան չի լինի։ Չէ, հաստատապես իրենք իսկապես եթե վերարտադրվեն, մենք չենք ունենա։ Շատ ցածր որակա, էլի, շատ ցածր։ Մենք չենք ունենա ոչինչ։ Ես հիմա տեսեք, չնայած ասեմ ի պատիվ իմ մեր գործընկերների, Հայաստանի ժուրնալիստների միության եվրոպական գործընկերների եւ AFG եւ EFG-ի եվրոպական եւ միջազգային կառույցների, նրանք այս տարիների ընթացքում մշտապես արձագանքել են, մեր հայտարարություններին միացել են, իսկապես ես չեմ կարող ասել։ Իրենց էլ շնորհակալություն։ Եվ այո, նրանք նաև մեր ներկայացրած փաստերն են ստուգել եւ այնուհետեւ հայտարարություն են արել
ամենաբարձր մակարդակով դիմելով եւ Եվրոպայի խորհրդին եւ այլ կառույցների միջազգային պետք է ուղղակի աշխատանք տարվի։ Հիմա հիբրիդային պատերազմ Քրիստինե Գրիգորյանը, չգիտեմ այդ որ ասում եմ քանի միլիարդ են տալիս բյուջե, տարեկան 2 անգամ ինչ որ զեկույց է գրում, հիմա ասել է հիբրիդային պատերազմի վտանգ կա։ Եթե օրինակ Տիկին Ալեքսանյան, դուք կասկածում եք, ասում եք Ալիևը ինչ խաղաղություն է, կեղծ խաղաղություն է, ու ընդհանրապես դրանք ընդհանրապես հայտարարություններ են, կենացներ են, ոչ մի իրավական ուժ, իրավական պարտավորություն կրող ոչ մի փաստաթուղթ չկա, եւ ավելին Ալիևը չի փոխվել, Ալիևը նույն Ալիևն է, որը ասում էր Հայաստանը գաղութ չի ու նույնիսկ ծառայել չպետքա լինի, հա, Հայաստան ու Հայաստանի վերացմամբ են հետաքրքրված միայն Ուրեմն դուք հիբրիդային պատերազմի մասնակից եք։ Հա, ինձ արդեն ասել եք։ Լավն է։ Ասեն արդեն զեկուցել են դրա մասին։ Լավն է։ Ասած այդ արեստական sense գեներացնում են։ Իդեպ ես հիշելով նորից Դանիել Յոհաննիսյանի հետ մեր բանավեճի Ազատություն ռադիոկայանում առանց որևէ ենթատեքստի ուղղակի փոխանցեմ ձեզ երբ որ ես ասեցի որ հիբրիդային պատերազմը գեներացվում է ուռճացվում է հատուկ նպատակների համար ինքը ինձ ասեց ուրեմն դուք իրանց հետ եք այս այդ հիբրիդային պատերազմի հա այդ էլ մենակ ռուսներին նկատի ունեն չէ երբ որ ասում ղեկավարությունը անուն չի տալիս հա ընդ որում Ալենը որ տվել է Ռուբինյանն ասում է դա իր անձնական կարծիքն է հետո գնաց բանի հա չեք լսել հարցազրույցը հետո Լավրովի մոտ գնաց կուրկուրի ձագեր դարել Ալենը ասել այդ մեր բանավեճից 2 օր հետո Ալենը ասեց ինչ հիբրիդային պատերազմ գոնե Հարցակումներ ասեք։ Հա, Ռուսաստան էր գնում։ Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը չէր FSB-ի ֆոնի վրա նկարվել կամ չգիտեմ, էլի, ասենք իրենք կարևոր մասը բաց թողեցի FSB-ի ֆոնի վրա սրտիկ էր ուղարկում։ Այս սրտիկը չեք գնա։ Հա, սրտիկը հապացել թողնում, հա։ Բայց ասենք այդ զզվում է այդ ժեստից։ Ի սկզբանե լիքը մարդ զզվում է այդ ժեստից արդեն։ Հա, ասենք ձևական Եվյանը Հակոբյանն է խորհուրդ տվել։ Չէ, դրսի տեխնոլոգներն են տվել այդ բանի TikTok-ի մասային ներգրավելու երիտասարդությանը ներգրավելու հստակ կիրառված է ուրեմն նաև Թուրքիայում Թուրքիայի Ստամբուլի քաղաքապետի ընտրության ժամանակ ամենաշատ օգտագործված ժեստներ եւ ինձ թվում է այդ էլ պատահական ՀՊ-ի բանը լոգոն որտեղից է թուրքական կուսակցության լոգոն է նույն եւ այլն Գիտեք ինչ երբ որ մեր երկրում իրավապաշտպանությունը սպանել են կամ սպանում են հետևողականորեն լիքը անմեղ մարդիկ են բանտերում ասենք ու իրանք ինչ որ հիբրիդային պատերազմ այսինքն այն դեպքերով ինչ որ տեղի է ունենում այդ մարդկանց որ բանտեր են նետում չգիտեմ գործեր են հարուցում որևէ մեկը մի բառ չի ասում բերանները փակած նստած են բայց այդ հիբրիդային պատերազմը հենց լսում են ասում արյունը խփում է գլխներին էլի բայց ես համաձայն եմ գիտես որ Հայաստանում հիբրիդային պատերազմ կա բայց այդ հիբրիդային պատերազմը տարվում է ներսում ու մեր սեփական ժողովրդի դեմ հա այդ ուրիշ բան այս իշխանությունների կողմից ես համաձայն եմ բայց ոչ թե ոչ միայն Ալիևի իրանց ձեռքերով լավ ասենք այսպես իրանց ձեռքերով իրականացվում է սեփական ժողովրդի որտեղ այսքան մանիպուլյացիա այսքան ճնշում այսքան կեղծիկ այսքան նվաստացում ակնարկում եք Ռուսաստանին Վերկացեք ասեք սահմանապահ զորքերը ստեղ են ռուսական ռազմաբազան ոնց Պուտինին անընդհատ տեսնում ես հաշվում ես քանի անգամ ես Պուտինի հետ խոսել այսինքն եթե այս իշխանությունը դեմ է կամ անուն չի տալի բայց մենք պետք է հասկանանք ենթադրենք ու հասկացողները հասկանում են եւ համապատասխան վիճակներում են հայտնվում Չէ բայց գնում է Պուտինին տեսնում է չէ անընդհատ թող ասի ինչու եք հիբրիդային պատերազմ վարում մեր դեմ օրինակ Վլադիմիր Վլադիմիրովիչ երկրի այս վիճակը մարդու իրավունքների վիճակը սարսափելի է երբեք ոչ մի ժամանակ այս աստիճանի այս վիճակում չի եղել համաձայն եմ ոչ մի նույնիսկ մարտի 1-ից հետո որ ես շատ ակտիվ զբաղվել եմ եւ միջազգային զեկույցի եմ մասնակցել միասին հետաքրքրություն ենք այսպիսի ճիշտ է այն ժամանակ էլ էր ահավոր որևէ արդարացում չէ բայց այսպես բացահայտ ասել որ ինքը ես եմ ինչ ուզենամ կանեմ իդեպ երեք չգիտեմ տեսել եք այդ ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել փաստաբանների հետ
Ուրեմն դուք եթե նկատեցիք բանի, երբ որ Սրբազան, Բագրատ Սրբազանի գործը սկսեց ասել, որ դա ահաբեկչության նախապատրաստում, փաստաբանները բացեցին ամբողջ որնոսները ցեն գոռում, ճչում, բոլորը, հետո բոլորը միասին, հետո առանձին ու հիշում եք, որ Վազգեն Ռշտունին դատավորը վերաքննիչ դատարանի իդեպ ես ասեմ ինչի եմ լավ իրան հիշում, որտեղ մենք նախկինների ժամանակ էլ ենք իրան պաշտպանում, ինքը իրոք արդարության գնացող դատավոր է եւ իր գիտելիքները եւ բան եւ ես դա համոզմունքով եմ ասում, որտեղ հետեւել եմ շատ գործում։ Չէ, բայց այդ ահաբեկչության նախապատրաստության ժամանակ, երբ որ Վազգեն Ռշտունին վերաքննիչ դատարանում փոխեց այն սարկավագի, այն մի հատ անմեխրեշտակայի դեպքով սարկավագ կար, որ ահաբեկիչ էին, սկսեցին հարցակվել են Արման Եղոյան, ճիշտ եմ ասում, ասում է, բա որ այդ Վազգեն Ռշտունուն սպառնային սպանության բան ասում է, ինքը իր ընտանիքին թե ինչ ասում է, որ սպառնային ինքը տենց էր ասում, պետք է ազատել ասում այդ մարդկանց այդ հասկանում ես իրանք հանրային շահը անձնական շահից չեն կարողանում տարբերել։ Չէ, ոչ դատավորը այդպես էլ պետական բյուջեի հետ են վարվում, սեփական գրպանի պես մսխում լափում են։ Ու այն ժամանակ նաև փաստաբաններին էին թիրախավորել, ասենք եթե մեկ փաստաբանը ստանձնել է ինչ-որ այնտեղ ու հարցակում էր այդ փաստաբանի վրա։ Հիմա փաստորեն ԲԴԽ-ն այստեղ փաստաբաններին, ես կարող եմ ասել նաև իրավապաշտպաններին, չնայած դեմ գնացող, հայտարարում է, բա քո դատավորների պաշտպան էիր, երբ որ Վազգեն Ռշտունուն այդպիսի բաներով էին հալածանքներով եւ արտահայտություններով էին մեղադրում, բա դուք ինչ արեցիք, ոչ, այսինքն հիմա փաստաբաններին չի համարեք մեղադրում, ինչ են արել, ռևանշիստ է այդ մի կողմից, մյուս կողմից էլ ասում ռևանշիստ բառը նույն Չավուշօղլու ասած բառն է Էրդողանի, Ալիևի, որ ռևանշիստ են անվանում եւ մեր Բաքվում գտնվող գերիներին անվանում են ռազմական հանցագործներ, ահաբեկիչներ, այո, ուրեմն նույն ձեռագիրն է, նույն, հա, եւ ուզում են, որ որևէ քննադատություն չհնչի։ Ճիշտն ասած, այն ինչ որ հիմա անում են դատավորները, դատարանները, մենք տեսնում ենք թե ինչ վիճակում է, մենք տեսնում ենք ինչպես է, ասենք, երկրի ղեկավարության ղեկավարը ինչ մի խոսք ասում է, հետևից այդ ամեն ինչը տեղի ունենում։ Ես հասկացա, որ վտանգը դեռ առաջիկայում է սպասվում, ավելի շատ վտանգավոր է։ Դրա համար եմ ասում, այդ հայտարարությունը հիմա ավելի շատ է անում են, իրենք վախեցած են անում այդ հայտարարությունը, բավականին ես ամենայն դեպս տեքստից այդպես բան չզգացի, բայց համենայն դեպս ոնց որ մենակ Facebook-ում են այդ հայտարարությունը Facebook-ի համար են արել, գուցե, չգիտեմ։ Դե ասում պատվերը իջացրել են, իրանք գրել են գրելու համար։ Իրանք են գրել, չեն գրել։ Իհարկե, որովհետև այնպես չի, որ այնտեղ բացարձակ 3 ամիս առաջ ընտրություններից, ու ասենք ինչա լինելու։ Ցայտնոտ կա։ Ես նաև հասկանում եմ, ես էլ եմ ասել եթերներից մեկում, որ տեսեք, Թուրքիայի արտգործնախարարի մակարդակով Էրդողանով հայտարարություններ են անում ի պաշտպանություն իրեն։ Կայա Կալասներ, Մարտակոսեր, եվրոպական բարձրաստիճան չինովնիկներ ասում են նույնիսկ ինձնից հետաքրքիր է, միշտ ասում եմ, ինչ են գրել այդ նամակում, որ ասում են Կայա Կալասն ասում է Հայաստանի իշխանությունները մեզ դիմել են։ Իրենք հասկանում են եվրոպացի չինովնիկները, որ սա միջամտություն է երկրի ներքին գործերին, դրա համար ասում են մեզ դիմել են եւ Մոլդովայի օրինակով աջակցենք Փաշինյանին։ Ջեյդի Վենսը Միացյալ Նահանգների փոխնախագահ ասեց իր աջակցության մասին, այսինքն Ալիևը, Էրդողան բոլորը այսօր ասում են, իրենք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի վիճակը վիճակ չի։ Լայնապես կարիք չէր լինես։ Այո, դրա համար մենք բոլորս պետք է հասկանանք։ Էտիկետա խախտվում, եթե Ջեյդի Վենսը կարող է այդպես հայտարարություն անի, բանը տարօրինակ է, ասում են, որ որպես աջակցություն, հա, որտեվ իրանք այնուամենայնիվ ինչ որ ավանդույթներ ունեն, իրանք ընդունված չի իրանք մոտ միջամտություն իհարկե։ Ու այս ֆոնին առնվազն գոնե տարօրինակ է, էլի, երբ որ միայն մի կողմի հայտարարությունը։ Նորից ես երբեք ռուսամետ չեմ եղել, երբեք, at слово совсем։ Բայց երբ որ մի կողմն է միայն նկատվում, սա իհարկե խայտարակություն է, ու ամբողջությամբ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանը այնքան նեղն է ու այնքան պետք է դրսում բոլորին, բայց նա ոչ թե որովհետև
երաշխավորն ալինել պետք է 1000 ներողություն, բայց այս ֆորմատը թույլ է տալիս։ Աջե, ասում եմ, ժողովրդական խոսք է, մենք չենք կարող։ Ես ոչ եմ ասում։ Ու Նիկոլ Փաշինյանն այնքան ձեռնտու է, ոչ թե որովհետև ինքը լինելու է ոնց որ ներկայացնում են որոշ իրանց այդ խմբակի ակտիվ բաներ, որովհետև երաշխավոր խաղաղության ուղիղ հակառակը Նիկոլ Փաշինյանը պետք է իրանց, որովհետև իրեն կարող են օգտագործել այնպես, ինչպես որ հարմար կլինի։ Խաղաղություն այո պետք է, չկա adekvat մեկ մարդ ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում հասարակ մարդկանցից, ով դրա վրա բիզնես չի անելու, հա, ասում հատկապես դրսում, ով շահագրգռված ու հետաքրքրված չի խաղաղություն լինելու, ով հետաքրքրված չի հարատեվության մեջ։ Հա, բայց կլինի Տրյուդոյի Նասկի օրինակը չլինի, որ Տրյուդոյին Կանադայի վարչապետ Տրյուդոյին երագույնով Նասկի նվիրեց, այն որ հիշում եք Մաքսատանը այն տղային գործից հանել տվեց ինչա թե դրոշը գետնին էր, բայց Տրյուդոյին երագույնով Նասկի նվիրեց։ Այդ Նասկու օրը չընկնենք, էլի, բան, բոլորս միասին, որտեղ այդ երկրներին բնականաբար իրենց շահերն ունեն։ Դրա համար ամփոփելով մենք ինչ կարող ենք անել եւ կանայք եւ հասարակությունը, որտեղ նժարին շատ լուրջ հարց է դրված, մեր բոլորիս գոյության հարցն է դրված։ Ինչ կարող ենք անել։ Խնդրեմ յուրաքանչյուրը ձեր տեսակետն ասեք, ամփոփենք։ Պետք է նախ գնալ այդ ընտրություններին։ Ճիշտն ասած, ես քան դեռ 3 ամիս կա, ես անդադ չեմ պատկերացնում այդ ընտրությունը ոնց է լինելու։ Ես նույնիսկ մտածում եմ արտահերթ process կարող է լինել ցանկացած պահի։ Ի դեպ ասեմ, որ ժողովրդի մեջ եկա այդպիսի խոսակցություններ, որ ընտրության չենք հասնի։ Ահա, որ ընտրության չենք հասնի, ինչ որ բան տեղը, ինչ որ վտանգի զգացում կա ընդհանուր առմամբ։ Բայց եթե մենք մեր ոգին, այսպես ասած, բարձրացնենք, մենք հիշենք, որ մեր երկիրը այս վիճակի մեջ է, որ մենք սիրում ենք մեր երկիրը, մենք չպետք է թույլ տանք, որ շարունակվի այս ամեն ինչը, ինչ որ հիմա է տեղի ունենում։ Պետք է իրոք այսպես վեր կանանք ու գնանք եւ ընտրատեղամասեր եւ պատրաստ լինենք, չգիտեմ, փողոց, հա, այո, անպայման տեր լինել։ Եվ մեր համանդրություն թույլ է տալիս ապստամբություններ անել, հեղափոխություններ անել, ամեն ինչ։ Պետք է այդ օրենքի շրջանակներ արթնանալ։ Ես հասկանում եմ, որ այդ պատերազմը եւ այլն հասկանում եք, որ նայում եք, թե ինչ տեղի ունեցավ, պատերազմ, այդքան զոհեր, այդ իդեպ այդ պատերազմական այդ զոհերով էլ ենք շատ զբաղվել, էլի շատ ոնց մարդկանց տունը քանդեցին այդքան, էլի, այդքան ընտանիքներ ու դժվար է այդ հոգեվիճակից դուրս գալ ու ծապտալ Նիկոլի խաղաղությանը, որը միայն իրեն է պետք։ Հենց իրեն է պետք, որ մնա իշխանության։ Դրա համար կամ Հայաստանը կամ Նիկոլենց իշխանությունն է իրենց, այսպես ասած, զվարճանքներով, էլի դա է ստացվում։ Տիկին Կարապետյանը չհանձնվել, չհուսահատվել, չկոտրվել, որովհետև չկա ուրիշ հայրենիք, չկա ուրիշ պետություն։ Հանձնվել նշանակում է չապրել։ Սա է մեր հայրենիքը, մենք ենք պատասխանատու։ Ես միշտ դիմում եմ երկու տարբեր սերունդներին, հա, ավելի ավագ սերունդներին, ճիշտ ընտրություն արեք, մի մոլորության, вообще հմեկը անջատեք սկզբի համար, դադարեցեք հմեկը նայելը, ճիշտ հաշվեք, որ դուք որոշում եք կայացնելու, որը ձեր երեխաների ապագայի հետ է կապվածնելու, ինչպիսի ապագա եք դուք ձեր երեխաների համար ուզում։ Եվ երիտասարդությանը հիմնականում ընտրությունների գնում մասնակցում են ավելի տարիքով մեծ մարդիկ։ Դուք ձեր ապագան կարող եք հնարավորություն ունեք որոշելու։ Դուք պիտի գնաք ընտրությունների ու փոփոխություն անեք։ Դուք պիտի թույլ չտաք, որ Նիկոլ Փաշինյանները վերարտադրվեն ու այս ինչ ասեմ, այս կործանարար process-ը ինչ որ պահի պիտի կանգնացնեք։ Մեծերը պատասխանատվությունն են, որտեղ մենք շատ ծանր ճանապարհ ենք անցել։ Մեզ այս ամեն ինչը հեշտ չի տրվել։ Մենք բութել ենք տեսել, ցուրտել ենք տեսել, մի քանի պատերազմել ենք տեսել, մենք չգիտեմ, երկրաշարժ ենք, մենք հազար բան ենք տեսել։ Մենք կիսասովածել ենք եղել, մենք չգիտեմ, կապույտ գույնի հացել ենք կերել, բայց մենք հաղթարել ենք, որովհետև մենք նպատակ ունենք պետություն կառուցելու։ Ու մենք արժանի չենք, որ մեր այսքան չարչարանքը ուղղակի ջրով սենց ինչ որ մի փոքր անհաջողակների խմբակը սենց ապականի ու դուրս գա։ Իսկ երիտասարդները պիտի հասկանան, սա ձեր օրվա մասին է։ Ներկաներս Աստված բոլորին 1000 տարվա կյանք կա, բայց ինչքան պիտի ապրենք։ Ձեր մասին է, ձեր ապագայի մասին է։ Մենք կարող ենք դա փոխել, եւ դեռ հնարավորությունը կա։ Այո, եթե պետք է փողոցում օլա պետք լինել,
եթե պետք լինի ընտրություն, այսինքն ընտրությունը ոչ թե պետք, այլ պարտադիր պետք է գնալ մասնակցել ընտրություններին, որովհետև ինչքան շատ մարդ մասնակցեց ընտրություններին, շատ կարևոր է, այո, տեսակարար կշիռը Նիկոլ Փաշինյանի հավաքած ձայների շատ ավելի քիչ է լինելու։ Ինքը կհաղթի մենակ մի դեպքում։ Եթե ձեզ թվում է, որ դուք չգնաք ընտրությունների, Նիկոլը չի հաղթի, դուք չարաչար սխալվում եք։ Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ խմբակը գնալու է իր ձայները տա Նիկոլ Փաշինյանին, կամ ստիպելու են գնալ տալ Նիկոլ Փաշինյանին։ Դուք պիտի գնաք մասնակցեք, որ իրանց քանակը այդ պարտադիր մասնակցածների ձեր հետ համեմատած ամենանվազագույնը լինի։ Ում ուզում եք գնացեք ընտրեք, կապ չունի հիմա ոչ մեկի քարոզը իմաստ չկա անելու։ Ում ուզում եք գնացեք ընտրեք, բայց գնացեք ընտրությունների։ Էնպես որ հնարավորություն կա, շանս կա, պայքարելը պետք է, կյանքը սրանով ոչ սկսում է, ոչ ավարտվում է, մենք հազար հրամանակներով ապրել ենք, մի քանի հազար տարի անհաշվելի միջև ավարտ պատմության ավարտ մարդկության մենք դեռ լինելու ենք, ոչ մի տխրելու բան չկա, բայց պետք է ասում մի անգամ պատասխանություն վերցնենք մեր վրա։ Միջև վերջ, մի բան որ անում եք, մի անգամ միջև վերջ է պետք անել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, օրերս ես առիթ ունեցա ծանոթանալու քարտեզագետ Սեն Հովհաննիսյանի հետ, շատ հետաքրքիր ուսումնասիրություններ եւ քարտեզներ է հրապարակել, շատ հետաքրքիր գրքեր եւ նրա միջոցով ես ծանոթացա հայ քարտեզագետ, ֆրանսահայ Զատիկ Խանզադյանի մասին, ու իսկապես հետաքրքրեց եւ սկսեցի նրա կյանքը ուսումնասիրել, մարդ, որի քարտեզները աշխարհում ճանաչված են եւ որի քարտեզների փաստական այդ հիմքերի շնորհիվ Ֆրանսիան կարողացել է Գերմանիայից հետ ստանալ իր տիրապետության տակ անցած հողերը եւ մարդ, որը նույնիսկ Խրուշովի հետ հանդիպման ժամանակ Ղարսի հարց է բարձրացրել եւ պատվո լեգիոնի է արժանացել Ֆրանսիայի Հանրապետության կողմից եւ մտերիմ հարաբերություններ է ունեցել Դգոլի հետ նաեւ նրա շնորհիվ իր գիտելիքների եւ իր բացարձակ ճշգրտությամբ կազմած քարտեզների շնորհիվ, որի միջոցով նրանք կարողացել են Ֆրանսիան կարողացել է Գերմանիայից հետ վերադարձնել իր տարածքները։ Եվ այդ ժամանակ, երբ որ ուսումնասիրում ես, ասում ես, նայեք, էլ ինչ մարդիկ ենք ունեցել եւ էլի ունենք։ Իհարկե։ Եվ մեր ամեն քայլ պետք է ուղղված լինի նրան, մենք իսկապես ցույց տանք այդ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին, ովքեր եւ ոչ միայն կենտրոններին, այլ այսպես ասած արհեստական ստեղծված պրոքսի պետություն Ադրբեջանին նրա ղեկավարով հանդերձ, ովքեր Հայաստանը տեսնում են միայն հայերին ծառայի կարգավիճակում, ցույց տանք, որ հայը Նիկոլ Փաշինյանը չէ։ Այո։ Եվ մեր որոշումները մենք ինքնուրույն պետք է կայացնենք եւ դուք պետք է մեզ հարգեք։ Նույնիսկ այսօր մենք երբ որ ձայնագրում ենք սա այս մեր զրույցը, Ռուբեն Վարդանյանը այդ ծանր վիճակում, հա, իր հարազատների հետ հեռախոսազրույցով մեսիջ է մեզ ուղարկում։ Բոլորը նրանք, ովքեր պայքարում են այսօր։ Մենք իրավունք չունենք ուղղակի, հա, մենք պետք է կանգնենք մեր եկեղեցու կողքին, մեր իրավունքները պաշտպանենք, մենք ուրիշի իրավունքների հետ գործ չունենք, ուրիշի տարածքների մեզ օտարինը պետք չի։ Եվ պետք է դա անենք, ու այստեղ շատ կարևոր եմ տեսնում բոլոր կանանց դերը։ Շատ հիմա չափազանց կարևոր է մայրերի կանանց դերը։ Առաջիկայում ես ես հետ նաև կհրավիրեմ առանձին զրույցների, այլ թեմաներ կքննարկենք, շատ շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ կրկին իմ զրուցակիցներն էին իրավապաշտպան լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը եւ Նժար սահմանադրական շարժման հիմնադիր իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Իրապես իրավապաշտպան կանայք կհանդիպենք, եթերում դասերներ բաժանորդագրվեք եւ տարածեք, կհանդիպենք։